Նա ծաղիկներ էր վաճառում իր տատիկի համար դեղ գնելու։ Եվ նրան բոլորի առաջ, առանց որևէ պատճառի, գող անվանեցին։ Սակայն նրա անմեղ արարքը ի վերջո կյանքեր փոխեց։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասացեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում, շարունակենք։ Արը դեռ լրիվ չէր բարձրացել, երբ Անահիտն այդ հինգշաբթի առավոտ բացեց աչքերը։ Տունը փոքր էր, պատերով, որոնք ավելի շատ հիշողություններ էին պահում, քան ներկ, իսկ ցեմենտե սառը հատակը զգուշացնում էր, որ հայկական ձմեռը մոտենում է։ 5 տարեկանում աղջիկն արդեն գիտեր, որ օրը վաղ է սկսվում, շատ ավելի շուտ, քան իր տարիքի մյուս տղաներն ու աղջիկներն արթնանում էին հեռուստացույցով մուլտֆիլմեր դիտելու կամ սեղանին պատրաստի նախաճաշ պահանջելու համար։ Նա դանդաղ վեր կացավ, փորձելով աղմուկ չհանել։ Հարան սենյակում, որն ընդամենը խունացած կտորից վարագույրով էր բաժանված, նրա տատիկը, Մարիամը, քնած էր ծանր ու անկանոն շնչառությամբ։ Այդ խռպոտ հազի ձայնը, որը երբեմն լսվում էր կեսգիշերին, մի բան էր, որին Անահիտը չափազանց լավ ծանոթ էր։ Աղջիկը գիտեր, որ տատիկին թանկարժեք դեղեր են պետք, այնպիսիներից, որոնք բարդ անուններով տուփերով էին լինում, որ մայրը Նարինեն ամեն օր դուրս էր գալիս ժամանակ։ Ավոր աշխատանքներ փնտրելու, հենց այդ տուփերի, ինչպես նա վարձի ու երբեք չբավականացնող ուտելիքի գումարը հոգալու համար։ Անահիտը գնաց դեպի հետնաբակ, Հարանի պատի խոհանոցի քերված պատի միջ սեղմված մի փոքրիկ տարածք։ Այնտեղ աղյուսների վրա դրված փայտե տախտակների վրա շարքերով դասավորված, նրա գանձերն էին, վերաօգտագործված չոր կաթի տուփեր, մարգարինի դատարկ տարաներ, կիսով չափ կտրված պլաստիկ շշեր, մի քանի ճաքած կավե ծաղկամաններ, որոնք նա գտել էր թաղամասի շուկայի աղբի մեջ։ Այս ինքնաշեն տարաներից յուրաքանչյուրի մեջ ծաղիկներ էին աճում։ Դրանք կատարյալ վարդեր կամ կենտրոնի ծաղկի խանութների ցուցափեղկերին տեսած նրբաճաշակ խոլորձներ չէին։ Դրանք պարզ, բայց կենդանի ծաղիկներ էին։ Մանր երիցուկներ, բազմագույն մեխակներ, վարդագույն խորթենիներ, մանուշակագույն մանուշակներ, մի քանի սուկուլենտներ, որոնք աճում էին հիացմունքի արժանի համառությամբ, թե տնկված էին այդքան քիչ տարածքում, այդքան քիչ հողի մեջ։ Գաղափարը ծնվել էր ամիսներ առաջ, երբ Սաթենիկ տիկինը 3 տուն այն կողմ ապրող տարեց Հարանուհին, Անահիտին սերմերով։ Վմի տոպրակ էր տվել։ Տիկինը, ով մեջքի ցավերի պատճառով այլս չէր կարողանում խնամել սեփական այգին, ասել էր, որ այդ սերմերը չպետք է մեռնեն դարակի մեջ։ Անահիտը փայլող աչքերով ընդունել էր նվերը վազել տատիկին ցույց տալու։ Մարիամ տատիկը, թե հիվանդ, թորնուհուն սովորեցրել էր հողը պատրաստել, իրենց ունեցած քիչ հողը խառնելով չոր տերների ու բանջարեղենի կեղների հետ։ Սովորեցրել էր նա, որ բույսին 3 բան է պետք՝ լավ հող, ճիշտ չափով ջուր, ամենօրյա խնամք։ Եվ այսպես ամեն ինչ սկսվեց։ Անահիտը սկսեց հավաքել գետնին ընկած ծաղիկների սերմերը, փրկում էր փոքրիկ տնկիները, որոնք վաճառողները օրվա վերջում դուրս էին նետում, խնդրում էր մորը պահել տանը հայտնված ցանկացած դատարկ տարա։ Համբերությամբ, որը բնորոշ է նրան, ով ծնված օրվանից գիտի, որ լավ բաները դանդաղ են աճում, աղջիկն ամեն առավոտ ջրում էր իր բույսերը, խոսում նրանց հետ, կարծես ընկերներ լինեին, ուրախանում էր յուրաքանչյուր նոր տերի համար, կարծես դա հրաշք լիներ։ Երբ առաջին ծաղիկները բացվեցին, Մարիամ տատիկը թույլ, բայց հույսով լի ձայնով առաջարկեց, որ Նահիտը կարող է փորձել դրանցից մի քանիսը վաճառել։ Սկզբում աղջկան դա տարօրինակ թվաց։ Ով կվճարեր այդքան պարզ, հին տուփերի մեջ տնկված ծաղիկների համար։ Բայց տատիկը բացատրեց, որ գեղեցկությունը ծաղկամանի չափի մեջ չէ, այլ թերթիկի գույնի բույրի, որն այն արձակում է։ Ասաց նա մի նախադասություն, որն Անահիտն այլս երբեք չմոռացավ։ Գեղեցկությունը նա սնում է հոգին, երբեմն, աղջիկս, մարդիկ ավելի շատ գունավոր ժպիտի կարիք ունեն, քան տաք հացի։ Հենց այդ ժամանակ Անահիտը սկսեց ամեն առավոտ դուրս գալ, ձեռքին ստվարաթղթե տուփ։ Դրա մեջ նա խնամքով դասավորում էր իր փոքրիկ ծաղկեփնջերը։ Յուրաքանչյուր ծաղիկ ընտրվում էր սիրով, աղջիկը հատուկ ուշադրություն էր դարձնում, որ ցողունները կապի գունավոր թելերով, որոնք ինքն էր ներկում դպրոցական գուաշով։ Դուրս գալուց առաջ տատիկը միշտ նույն խոսքերն էր ասում, ինչպես օրհնանք։ Հիշիր, թոռնիկս, որ ծաղիկը թերթիկի տեսքով գրկախառնություն է, բարությունը ծաղկում է այնտեղ, որտեղ ամենակիչն է սպասում։ Անահիտը ցածրաձայն կրկնում էր այս նախադասությունները, քայլելով երանի ծայրամա։ Սում գտնվող նոր կյանք թաղամասի փողոցներով, նիհար ձեռքերին հավասարակշռած տուփով արդեն հագին դպրոցական համազգեստով, որպեսի հետո ժամանակ չկորցնի։ Ուղղությունը, որն Անահիտն ընտրում էր ամեն առավոտ, պատահական չէր։
Սեփական թաղամասում վաճառելու փորձից հասկանալուց հետո, որ գրեթե ոչ ոք ավելորդ գումար չունի ծաղիկներ գնելու համար, աղջիկը որոշեց գնալ այնտեղ, որտեղ մարդիկ կարծես թե ավելին ունեին։ Նա 2 ավտոբուս էր նստում, օգտագործելով դպրոցական երթևեկության կտրոնը, որը մայրը ձեռք էր բերել քաղաքապետարանից, իջնում էր Վահագնի թաղամասում, մայրաքաղաքի ամենաազնվական թաղամասերից մեկում։ Այնտեղ փողոցները լայն էին, ծառաշատ ու մաքուր։ Տները հսկայական էին, շրջապատված բարձր պարիսպներով ու ավտոմատ դարպասներով։ Անցնող մեքենաները փայլում էին արի տակ, իսկ մարդիկ շտապով էին քայլում, միշտ շտապում էին հասնել ինչ-որ կարևոր տեղ։ Այդքան առանձնատների մեջ մեկն առանձնանում էր։ Անհնար էր չնկատել։ Երկաթե դարպասը շատ բարձր էր, զարդարված մետաղական ժանյակի նմանվող մանրամասներով, դրա հետում տարածվում էր մի այգի, որն ավելի շատ նկարի էր նման։ Դրանք անթերի ձավորված ծաղկանոցներ էին, լի էկզոտիկ ծաղիկներով, կատարյալ երկրաչափական ձևով էտված ծառերով, այնքան կանաչ ու հարթ սիզամարգով, որ արհեստական էր թվում։ Տունն ինքնին տպավորիչ էր, 3 հարկանի, լայն պատշգամբներով, հսկայական ապակե պատուհաններով, որոնք արտացոլում էին երկինքը։ Այնտեղ ամեն ինչ շնչում էր շքեղությամբ, կարգուկանոնով գրեթե ահեցնող կատարելությամբ։ Անահիտը կանգնում էր մայթին, այդ դարպասի դիմաց, մնում էր այնտեղ, լուռ, ձեռքին իր տուփը։ Նա չէր գոռում, չէր պնդում, ոչ ոքի հետից չէր վազում։ Պարզապես կանգնում էր, քնքուշ ու հուսալի հայացքով, սպասելով, որ ինչ-որ մեկը կանգնի ցանկանա վերցնել իր ծաղիկներից մեկը։ Երբեմն 1-2 հոգի խղճում էր։ Շան հետ անցնող մի տարեց տիկին գնում էր մի երիցուկ ասում, որ դա կուրախացնի իր օրը։ Մի տաքսու վարորդ, անկյունում ուղորի սպասելով, իջնում էր մեքենայից վերցնում մի սուկուլենտի ծաղկաման, վահանակի վրա դնելու համար։ Մի երիտասարդ աղջիկ, աշխատանքի շտապելով, մի պահ կանգնում էր, նայում Անահիտին, գնում մի փոքր լիք մեխակների փունջ, ավելի շատ օգնելու ցանկությունից, քան ծաղկի կարիքից ելնելով։ Բայց լինում էին օրեր, երբ ոչ ոք չէր կանգնում։ Օրեր, երբ Անահիտը մնում էր այնտեղ գրեթե 1 ժամ, զգալով, թե ինչպես է արը տաքացնում գլուխը, փորը գրում էր, քանի որ տնից դուրս էր եկել առանց նախաճաշելու, վերադառնում էր ավտոբուս, տուփը դեռ լիքը։ Այդ օրերին տխրությունը սեղմում էր կուրծքը, բայց աղջիկը չէր հանձնվում։ Հաջորդ օրը վերադառնում էր նույն հույսով, քանի որ գիտեր, որ տանը տատիկը սպասում է դեղին, իսկ մայրը վարձի գումարին։ Առանձնատան ներսում կյանքը բոլորովին այլ ռիթմով էր ընթանում։ Տան տերը Ռուբեն Մանուկյանը քաղաքում հայտնի գործարար էր։ Բարձրակարգ կահույքի խանութների ցանցի սեփականատեր, նա կայսրություն էր կառուցել 0-ից, աստիճանաբար բարձրանալով մինչ գագաթ։ Բայց ֆինանսական հաջողությունը բավարար չէր եղել լցնելու այն դատարկությունը, որը հաստատվել էր նրա կյանքում այն բանից հետո, երբ Լիլիթը, նրա կինը, հեռացել էր։ Նա դարձել էր լուր հիվանդության զոհ, որը կամաց-կամաց խլում էր նրա էներգիան, մինչ մի օր նա պարզապես այլս չարթնացավ։ Դա տեղի էր ունեցել 4 տարի առաջ, բայց Ռուբենի համար կարծես 3 լիներ։ Այդ ժամանակվանից առանձնատունը վերածվել էր լռության թանգարանի։ Խնջույքները, որոնք նախկինում ամեն ամիս տեղի էին ունենում կենդանի երաժշտությամբ, պատշգամբում ծիծաղող ընկերներով ամբողջությամբ լուսավորված տնով, իրենց տեղը զիջել էին դատարկ միջանցքներին, սենյակներին, որտեղ կահույքը միշտ նույն տեղում էր։ Ռուբենը ժամանակի մեծ մասն անցկացնում էր գործուղումների մեջ, խուսափելով երկար մնալ տանը, քանի որ յուրաքանչյուր սենյակ ցավոտ հիշողություն էր բերում։ Պատշգամբը, որտեղ Լիլիթը սիրում էր նախաճաշել։ Այգին, որը նա ինքն էր նախագծել, ընտրելով յուրաքանչյուր ծաղկի տեսակ, յուրաքանչյուր թուփ գրեթե մոլեգին խնամքով։ Ննջասենյակը, որտեղ երկտեղանոց մահճակալը չափազանց մեծ էր թվում մեկ մարդու համար։ Տան աշխատողները նկատում էին տիրոջ տխրությունը, բայց ոչ ոք չէր համարձակվում մեկնաբանել։ Հրիփսիմե տիկինը, խոհարարուհին, որն այնտեղ 15 տարի աշխատում էր, մատների ծայրերին էր քայլում խոհանոցում, պատրաստելով ուտեստներ, որոնց հաճախ նույնիսկ չէին դիպչում։ Գորգ Ամին, դարպասապահը, որը վերահսկում էր մեքենաների մուտքն ու ելքը, ժամերով մնում էր իր պահակակետում, առանց որևէ մեկի մտնելու կամ դուրս գալու, քանի որ Ռուբենը գրեթե այցելուներ չէր ընդունում։ Անուշը, կամ ինչպես բոլորն էին նրան անվանում, մաքրուհին էր, որը շաբաթը 3 անգամ գալիս էր մաքրելու մի տուն, որը կարծես երբեք իսկապես չէր կեղտոտվում, քանի որ գրեթե բնակեցված չէր։ Բայց կար մի աշխատող, որն իրեն հատկապես կարևոր էր զգում այդ առօրյայում, Վահագնը, այգեպանը։ Նա առանձնատանը աշխատում էր 7 տարի, այգին համարում էր իր սեփականությունը։
Վահագնը միջին տարիքի, նիհար, արից այրված մաշկով հողի հետ աշխատելուց կոշտացած ձեռքերով տղամարդ էր։ Նա արթնանում էր լուսաբացից առաջ, բույսերը ջրելու, թփեր նետելու, տեսքի կատարելությանը սպառնացող ցանկացած չոր տեր պոկելու համար, ժամերով կարգավորում էր ծաղկանոցները, որպեսզի դրանք անթերի լինեն։ Նրա համար այդ այգին պարզապես աշխատանք չէր։ Դա իր արժեքի ապացույցն էր, կյանքում միակ բանը, որը նա զգում էր, որ լիովին վերահսկում է։ Բայց Վահագնը անտեսանելի բեռ էր կրում։ Նա վախենում էր։ Վախենում էր փոխարինվելուց, որ Տերը մի օր կորոշի ավելի երիտասարդ, ավելի արագ, ավելի ժամանակակից գաղափարներով մեկին վարձել։ Վախենում էր, որ իր ողջ ջանքը չի գնահատվի, որ մարդիկ կնայեն այգուն չեն նկատի, թե որքան քրտինք ու նվիրում կա այնտեղ։ Եվ այդ վախը նրան դարձնում էր կասկածամիտ, վերահսկող, երբեմն դաժան։ Նա չէր հանդուրժում, որ որևէ բան խանգարի իր իսկ ստեղծած կարգուկանոնին։ Ոչ մի տեր իր տեղից դուրս։ Ոչ մի ծաղիկ, որն ինքը չէր ընտրել։ Ոչ մի օտար ներկայություն, որը կխախտեր իր տարածքի ներդաշնակությունը։ Հենց այդ պատճառով, երբ Վահագնն առաջին անգամ տեսավ Անահիտին կանգնած մայթին, պարզ ծաղիկներով լի այդ ստվարաթղթե տուփով, նա զգաց, թե ինչպես մի բան շուռ եկավ կրծքում։ Ո՞վ էր այդ աղջիկը։ Որտեղից էին այդ ծաղիկները։ Եվ ամենակարևորը, ինչու էր նա ընտրել հենց այդ մայթը, կատարյալ այգու դիմաց, որը նա այդքան խնամքով պահպանում էր։ Վահագնի գլխում պատասխանն ակնհայտ էր։ Այդ աղջիկը կարող էր միայն ծաղիկներ գողանալ առանձնատան այգուց։ Այլ բացատրություն չկար։ Այդ տեսակի ծաղիկները, որոնք նման էին նրանց, որոնք ինքն էր տնկում, չէին կարող այլ տեղից լինել։ Առաջին օրերին Վահագնը պարզապես դիտում էր։ Թաքնվում էր այգու ծառերի հետում, նայում տերների միջով, մտքում նշելով այն ժամերը, երբ աղջիկը հայտնվում էր։ Նա ոչ ոքի ոչինչ չէր ասում, բայց զայրույթը մեծանում էր նրա ներսում։ Դա վիրավորանք էր։ Հանդգնություն։ Ինչ-որ մեկը գողանում էր այն այգուց, որը նա պաշտպանում էր ատամներով ու եղունգներով, դեռ համարձակություն ուներ վերավաճառել ծաղիկները հենց այնտեղ, տան դիմաց։ Վահագնը զգում էր, որ պետք է ինչ-որ բան անի։ Պետք է կարգուկանոն հաստատի։ Պետք է ցույց տա, որ այնտեղ ոչ ոք իր գլխի վրայով չի անցնի։ Մինչդեռ Անահիտը շարունակում էր իր առօրյան, անտեղյակ այգու ներսից իրեն ուղված զայրացած հայացքներից։ Նա չգիտեր, որ իրեն հետում են, առավել դատում։ Նրա համար այդ հսկայական դարպասը պարզապես կողմնորոշիչ կետ էր, մի տեղ, որտեղ մարդիկ անցնում էին գուցե կանգնեին մի ծաղիկ գնելու։ Նա չէր պատկերացնում, որ այդ երկաթե ճաղերի մյուս կողմում ինչ-որ մեկը մի ամբողջ պա։ Տմություն էր կառուցում իր մասին, մտ պատմություն, որտեղ նա չարագործն էր։ Մի առավոտ Հռիփսիմե տիկինը խոհանոցում սուրճ էր պատրաստում, երբ պատուհանից նայեց ու տեսավ աղջկան։ Երրորդ կամ չորրորդ անգամն էր, որ նա նկատում էր այդ փոքրիկ ու լուռ ներկայությունը մայթին։ Խոհարարուհու սիրտը սեղմվեց։ Ինքն էլ համեստ ընտանիքից էր, գիտեր, թե ինչ է նշանակում մանկուց աշխատել, տեսնելով այդքան փոքր, միայնակ աղջկան այդ տուփով, մի բան շարժվեց նրա ներսում։ Այդ օրը, երբ ավարտեց աշխատանքը, Հռիփսիմե տիկինը դուրս եկավ հետի դռնից, շրջանցեց թաղամասը, մոտեցավ Անահիտին։ Աղջիկս, ինչ ես վաճառում այնտեղ, հարցրեց նա, քնքշությամբ լի ձայնով։ Անահիտը բարձրացրեց աչքերը, սկզբում վախեցած, բայց շուտով ամաչկոտ ժպտաց։ Ծաղիկներ, մորաքույր։ Տանն եմ աճեցնում ու վաճառում, մայրիկիս ու տատիկիս օգնելու համար։ Հռիփսիմե տիկնոջ կոկորդում մի գունդ առաջացավ։ Հանեց դրամապանակը, մի քանի մետաղադրամ հանեց։ Այս մանուշակի ծաղկամանն ինձ տուր, լավ։ Իմ պատուհանին շատ գեղեցիկ կլինի։ Անահիտը խնամքով տվեց ծաղկամանը, կարծես շատ թանկար։ Ժեք բան լիներ։ Շնորհակալ եմ, մորաքույր։ Դուք շատ բարի եք։ Խոհարարուհին վերադարձավ առանձնատուն, սեղմված սրտով մանուշակների ծաղկամանը ձեռքին։ Այդ օրը նա գորգ ամիի հետ խոսեց աղջկա մասին։ Դարպասապահն էլ էր մի քանի անգամ տեսել Անահիտին, բայց զարթնում էր, թե չի տեսնում, քանի որ գիտեր, որ Վահագնը չի սիրում օտար մարդկանց սեփականության մոտ։ Այնուամենայնիվ, գորգ ամին համաձայնեց, որ իրավիճակը տխուր է։ Այդքան փոքր երեխա, այդպես աշխատում է, մինչդեռ դարպասի մյուս կողմում ամեն ինչից շատ կա։ Շաբաթներն անցնում էին, Անահիտը դարձել էր մշտական ներկայություն այդ մայթին։ Որոշ օրեր լավ էին, մյուսները ոչ այնքան։ Բայց աղջիկը չէր հանձնվում։
Նա միշտ վերադառնում էր, իր ամաչկոտ ժպիտով, պարզ ծաղիկներով նորոգված հույսով։ Նրա համար յուրաքանչյուր մարդ, որը կանգնում ու մի ծաղիկ էր գնում, փոքրիկ հրաշք էր։ Ապացույց, որ բարությունը դեռ գոյություն ունի, որ այդքան շտապողականության ու անտարբերության մեջ ինչ-որ մեկը դեռ կանգնում է, նայելու մի երեխայի նրա ծաղիկներին։ Բայց առանձնատան ներսում փոթորիկ էր հասունան։ Ու Վահագնն այլս չէր դիմանում։ Նա բացարձակապես համոզված էր, որ այդ աղջիկը գողանում է ծաղիկները, ոչ ոք ոչինչ չէր անում։ Ոչ ոք կարծես թե չէր մտահոգվում։ Եվ դա նրան զայրացնում էր։ Մի օր նա որոշեց, որ պետք է գործի։ Պետք է վերջ տա դրան մեկընդմիշտ։ Պետք է բոլորին ցույց տա, թե ով է տերը այդ այգում։ Պետք է այդ աղջկան իր տեղը դնի, պետք է դա անի այնպես, ինչպես ճիշտ էր համարում, վճռականորեն, հեղինակությամբ, առանց ներողությունների տեղ թողնելու։ Անահիտը գաղափար անգամ չուներ, թե ինչ էր սպասվում։ Այդ առավոտ նա արթնացել էր հատկապես ոգորված։ Նրան հաջողվել էր փրկել 3 նոր ծաղիկ, որոնք պատրաստվում էին բացվել, բոլորը բերել էր վաճառելու։ Տատիկն ավելի լավ գիշեր էր անցկացրել, առանց այդքան հազալու, դա աղջկա սիրտը հույսով էր լցրել։ Գուցե ամեն ինչ լավանում էր։ Գուցե բախտն ի վերջո ժպտում էր։ Գուցե այսօր լավ օր լիներ։ Նա հասավ մայթ, տուփը դրեց գետնին, խնամքով դասավորեց ծաղկամանները, սկսեց սպասել։ Արը տաք էր, բայց զեփյուրը հաճելի էր։ Անահիտը նայեց կապույտ երկնքին, մտածեց, որ օրը չափազանց գեղեցիկ է, որպեսի վատ բան տեղի ունենա։ Խորը շունչ քաշեց, զգալով սեփական ծաղիկների բույրը, խառնված առանձնատան այգուց եկող հասմիկների բույրի հետ, ինքն իրեն ժպտաց։ Տան ներսում, երկրորդ հարկի պատուհաններից մեկի հետում թաքնված, Վահագնը դիտում էր։ Նրա ձեռքերը դողում էին, ոչ թե վախից, այլ զսպված զայրույթից։ Նա որոշել էր, որ այսօրն այդ օրն է։ Այսօր նա վերջ կտա դրան։ Նա վճռական քայլերով իջավ աստիճաններով, անցավ այգին, առանց կողք նայելու, շխկոցով բացեց դարպասը, որից Անահիտը վախից վեր թռավ, քայլեց դեպի նա, փակ դեմքով ու սեղմված բռունցքներով։ Աղջիկը նայեց նրան, չհասկանալով։ Սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Այդ մարդու հայացքում մի բան կար, որը վախեցնում էր նրան։ Մի բան, որ նա երբեք չէր տեսել, նույնիսկ ծայրամասի ամենադժվար օրերին։ Դա սառը, հաշվարկված, պայթելու պատրաստ զայրույթի տեսակ էր։ Անահիտը մի քայլ հետ գնաց, բնազդաբար մարմնով պաշտպանելով իր տուփը, բայց արդեն ուշ էր։ Վահագնն այնտեղ էր կանգնած նրա դիմաց, փոթորիկը, որ նա կրում էր իր ներսում, պատրաստվում էր թափվել այդ անմեղ երեխայի գլխին։ Այդ բա։ Հին հաստատված լռությունը կարծես տոննաներ կշռեր։ Անահիտը նայում էր Վահագնին, չկարողանալով հասկանալ, թե ինչ է կատարվում։ Այգեպանն իր հերթին հայացքը հառել էր ստվարաթղթե տուփին, նրա դեմքը կարմրել էր, ոչ թե ամոթից, այլ մի զայրույթից, որը օրերով կուտակվել էր, այժմ պայթում էր ինչպես առանց փականի ճնշման կաթսա։ Որտեղից ես գողացել այս ծաղիկները։ Վահագնի ձայնը բարձր, կտրուկ, մեղադրանքով լի հնչեց։ Նա չէր հարցնում։ Նա հաստատում էր, դատապարտում, դատում։ Անահիտս մի քայլ հետ գնաց, զգալով, թե ինչպես են ոտքերը դողում։ Նա փորձեց խոսել, բայց բառերը խճճվեցին կոկորդում։ Ոչինչ չէր գողացել։ Այդ ծաղիկներն իրենն էին, տնկված իր իսկ ձեռքերով, այդքան սիրով խնամված տան հետնաբակի հին տուփերում։ Բայց նրա ձայնը դուրս չէր գալիս։ Վախը տիրել էր նրան։ Ես գիտեմ, որ դու մտնում ես այգի պոկում ծաղիկները։ Շարունակեց Վահագնը, մատը թափ տալով աղջկա վրա, կարծես նա հանցագործ լիներ։ Ինչ ես կարծում, ես հիմար եմ։ Կարծում ես, չեմ տեսնում։ Ես այս այգին տարիներով խնամում եմ, ճանաչում եմ յուրաքանչյուր ծաղիկ, յուրակ։ Անչուր Տեր, շատ լավ գիտեմ, երբ ինչ-որ մեկը ձեռք է տալիս նրան, ինչն իրենը չէ։ Անահիտը վերջապես կարողացավ դողացող ու ցածր ձայնի մի թել հանել։ Ես չեմ գողացել, պարոն։ Ես եմ տնկել։ Ամեն ինչ տանն եմ տնկել, տատիկիս հետ։ Մենք հին տուփեր ենք օգտագործում, իսկ սերմերը վերցրել եմ Սաթենիկ տիկնոջից շուկայից, այն բաներից, որոնք դուրս էին նետելու։ Սուտ է։ Գոռաց Վահագնը, ստիպելով Անահիտին մի քայլ հետ գնալ։ Ինձ այդ պատմությամբ մի խաբիր։ Ստախոս երեխա։ Դու ամեն օր այստեղ ես գալիս, որովհետև գիտես, որ այստեղ որակյալ ծաղիկներ կան, հետո գողանում ես ու գալիս վաճառում իմ աչքի առաջ, կարծես ես ապուշ լինեմ։
Այգեպանն այնքան էր տարված սեփական պատմությամբ, այնքան համոզված Անահիտի մեղավորության մեջ, որ չէր կարողանում տեսնել իրականությունը։ Նրա համար այդ աղջիկը ներկայացնում էր այն ամենը, ինչից նա վախենում էր, ինչ-որ մեկը, որը փորձում է օգուտ քաղել իր պաշտպանած այգուց, ինչ-որ մեկը, որը սպառնում է իր կառուցած կատարելությանը, ինչ-որ մեկը, որը բացահայտում է իր ենթադրյալ անկարողությունը, թույլ տալով, որ ծաղիկներ գողանան իր քթի տակից։ Նա իրականում չէր տեսնում Անահիտին։ Նա տեսնում էր իր բոլոր վախերի ու անվստահությունների մարմնավորումը։ Անահիտը փորձեց նորից բացատրել, աչքերն արդեն արցունքներով լի։ Պարոն, խնդրում եմ, երդվում եմ, որ չեմ գողացել։ Նայեք, այս ծաղիկները տարբերվում են ձեր այգու ծաղիկներից։ Նայեք ծաղկամաններին, դրանք տուփերից են, մարգարինի տարաներից։ Խնդրում եմ, հավատացեք ինձ։ Բայց Վահագնը լսելու տրամադրություն չուներ։ Նա որոշել էր, որ աղջիկը մեղավոր է, ոչինչ, ինչ աղջիկը կասեր, չէր փոխելու դա։ Առանց զգուշացնելու նա մի քայլ առաջ արեց կտրուկ ու բռնի շարժումով հարվածեց Անահիտի ոտքերի մոտ դրված ստվարաթղթե տուփին։ Տուփը թռավ կողք, ծաղկամանները ցրվեցին մայթով մեկ։ Տուփերը հարվածեցին գետնին, որոշները ճզմվեցին, մյուսները գլորվեցին դեպի առուն։ Այդքան նուրբ ծաղիկները տրորվեցին։ Թերթիկները պոկվեցին ու քամու հետ թռան։ Ցողունները կոտրվեցին։ Հողը թափվեց ասֆալտին։ Ոչ, գոռաց Անահիտը, ծնկի գալով գետնին։ Նա փորձում էր հավաքել կտորները, վերցնել դեռս ամբողջական ծաղիկները, փրկել այն, ինչ հնարավոր էր։ Նրա փոքրիկ ձեռքերը դողում էին, երբ հավաքում էր կոտրված ցողունները, ճզմված թերթիկները, տրորված տուփերը։ Ոչ, կրկնում էր նա ցածրաձայն, կարծես աղոթք լիներ։ Արցունքները հոսում էին դեմքով, թրջելով ձեռքերում պահած ծաղիկները։ Վահագնը շարունակում էր կանգնած մնալ, տեսարանին նայելով, կարծես արդարություն էր հաստատում։ Հիմա սովորեցիր չդիպչել նրան, ինչը քոնը չէ։ Հեռացիր այստեղից էլ չվերադառնաս, լսեցի՞ր։ Եթե նորից քեզ այստեղ բռնեմ, ոստիկանություն կկանչեմ ու քեզ կձերբակալեմ գողության համար։ Անահիտը չպատասխանեց։ Չէր կարողանում։ Նա միայն կարողանում էր լաց լինել, ծնկի եկած մայթին, փորձելով հավաքել շաբաթների աշխատանքի կտորները։ Այդ ծաղիկներից յուրաքանչյուրը խնամվել էր այդքան սիրով։ Յուրաքանչյուր ծաղկաման պատրաստվել էր այդքան հույսով։ Եվ հիմա ամեն ինչ ավերված էր։ Միայն տուփը չէր կոտրված։ Կոտրված էր աղջկա սիրտը։ Այն հույսը, որ նա բերել էր այդ առավոտ։ Այն հավատը, որ աշխարհը կարող է լավ տեղ լինել, որտեղ բարությունը դեռ գոյություն ունի։ Ամբողջ տեսարանը դիտվում էր։ Անկյունում մի փոքրիկ խանութի տիրուհի դուրս էր եկել մայթի բույսերը ջրելու, տեսել էր ամեն ինչ։ Նա կանգնել էր, ջրի խողովակը ձեռքին, չիմանալով, պետք է միջամտի։ Հեծանիվով անցնող ջուր առաքողը դանդաղեցրեց ընթացքը, մի քանի մետր այն կողմ կանգ առավ, ցնցված տեսածից։ Շան հետ զբոսնող մի հարանուհի անցավ փողոցի մյուս կողմը, վախենալով խառնվել։ Մի տաքսու վարորդ, որը կանգնած էր ուղորի սպասելով, տեսավ ամեն ինչ հետին հայելուց տամոքսը շուռ եկավ, բայց մեքենայից չիջավ։ Ոչ ոք ոչինչ չարեց։ Բոլորը քարացել էին մի երեխայի նվաստացումը տեսնելու, վրդովմունքի զայրացած մեծահասակին դիմակայելու, իրենց չվերաբերող գործին խառնվելու, խնդիրներ ստեղծելու վախի մեջ։ Եվ հետո, ինչպես միշտ լինում է կյանքում, մարդիկ կողք նայեցին, ծածրին, թե չեն տեսել, շարունակեցին իրենց ճանապարհը։ Խանութի տիրուհին վերադարձավ խանութ։ Առաքիչը շարունակեց քշել։ Հարանուհին արագացրեց քայլերը։ Վարորդն ընդունեց պատվեր, հեռացավ։ Անահիտը մնաց մենակ, ծնկի եկած մայթին, իր ծաղիկների կտորներով կոտրված սրտով։ Վահագնը, գոհ իր արածից, շրջվեց։ Վերադարձավ այգի, ուժգին փակելով դարպասը։ Նա համոզված էր, որ ճիշտ բան է արել, որ պաշտպանել է սեփականությունը, որ դաս է տվել։ Բայց իրականում նա հենց նոր էր գործել ամենամեծ անարդարություններից մեկը, որ կարելի է գործել, դատել առանց լսելու, դատապարտել առանց ապացույցների, ոչնչացնել առանց խղճի։ Անահիտը մնաց այնտեղ մի ժամանակ, որը հավերժություն թվաց։ Նա հավաքեց այն ամենը, ինչ հնարավոր էր։ Մի քանի ծաղիկ դեռ ամբողջական էին, հրաշքով։ Նա դրանք խնամքով դրեց ճզմված տուփի մեջ, այն տուփերի հետ, որոնք ամբողջությամբ չէին ծակվել։
Մնացածը, այն, ինչն անվերականգնելի էր, նա թողեց այնտեղ ցրված մայթին, կարծես ավերված երազների գերեզմանոց լիներ։ Երբ վերջապես կարողացավ ոտքի կանգնել, Անահիտը ձեռքի թիկունքով սրբեց արցունքները, վերցրեց տուփը, սկսեց քայլել դեպի ավտոբուսի կանգառ։ Յուրաքանչյուր քայլը ցավում էր։ Դա ֆիզիկական ցավ չէր, շատ ավելի վատ բան էր։ Դա անարդարության զգացումից եկող ցավ էր, մի բանում մեղադրվելու, որը չէր արել, տեսնելու, թե ինչպես է իր աշխատանքն ավերվում իր աչքի առաջ։ Եվ ամենավատը, գիտակցելուց։ Ավը, որ աշխարհը միշտ չէ, որ արդար է, որ մեծահասակները միշտ չէ, որ ճիշտ են, որ երբեմն ոչ ոք քեզ չի պաշտպանի, նույնիսկ երբ դու ճիշտ ես։ Առանձնատան ներսում ոչ բոլորն էին բաց թողել տեսարանը։ Հռիփսիմե տիկինը խոհանոցում էր, ճաշ էր պատրաստում, երբ լսեց բղավոցները։ Նա վազեց դեպի պատուհանը, որը նայում էր տան դիմացի կողմը, տեսավ ամեն ինչ։ Տեսավ, թե ինչպես է Վահագնը հարվածում տուփին, տեսավ աղջկան ծնկի գալիս, տեսավ ծաղիկները ցրվում։ Խոհարարուհին ձեռքը տարավ բերանին, սարսափած։ Դա ճիշտ չէր։ Այդ ամենից ոչինչ ճիշտ չէր։ Նա ուզում էր դուրս գալ, գոռալ, պաշտպանել աղջկան, բայց մի բան նրան պահեց։ Գուցե դա Վահագնին դիմակայելու վախն էր, որը դժվար բնավորություն ուներ։ Գուցե դա աշխատանքը կորցնելու, խառնաշփոթի մեջ ընկնելու վախն էր։ Գուցե դա պարզապես այդքան մոտ տեղի ունեցող դաժանությունը տեսնելու ցնցումն էր։ Երբ Վահագնը վերադարձավ ներս, հռիփսիմե տիկինը նրան խիստ հայացքով նայեց։ Վահագն, ինչ էր դա։ Ինչ արեցիր այդ աղջկա հետ։ Այգեպանը նույնիսկ չշփոթվեց։ Ես արեցի այն, ինչ պետք է արվեր։ Այդ աղջիկը այգուց ծաղիկներ էր գողանում։ Ես նրան բռնեցի հանցանքի պահին։ Բայց դու վստահ ես։ Դու տեսար նրան ծաղիկները վերցնելիս, պնդեց հռիփսիմե տիկինը, զգալով, որ այդ պատմության մեջ ինչ-որ բան այն չէ։ Տեսնելու կարիք չկա։ Դա ակնհայտ է։ Էլ որտեղից նա կվերցներ ծաղիկներ վաճառելու համար, պատասխանեց Վահագնը այն մարդու ամբարտավանությամբ, ով չի ընդունում, որ սխալ է։ Եվ բացի այդ, հռիփսիմե տիկին, դա քո գործը չէ։ Ես խնամում եմ այգին, դու խոհանոցը։ Յուրաքանչյուրն իր տեղում։ Խոհարարուհին լռեց, բայց ներսում եռում էր։ Նա գիտեր, որ Վահագնը սխալ է։ Նա տեսել էր աղջկա ծաղկամանները, խոսել էր նրա հետ, գնել էր ծաղիկներից մեկը։ Այդ ծաղիկները առանձնատան այգուց չէին։ Դրանք տարբեր էին, ավելի պարզ, տնկված ինքնաշեն տարաներում։ Բայց Վահագնը չէր ուզում լսել։ Նա ստեղծել էր իր սեփական ճշմարտությունը, համոզված էր դրանում։ Գորգ Ամին, դարպասապահը, նույնպես տեսել էր տեսարանի մի մասը։ Նա իր պահակակետում էր, երբ լսեց բղավոցները, տեսավ Վահագնին զայրացած դուրս գալիս։ Նա տեսավ լացող աղջկան, գետնին թափված ծաղիկները, բայց ոչի։ Ինչ չարեց։ Հետո, երբ Վահագնը անցավ նրա կողքով, վերադառնալով այգի, Գորգ Ամին հարցրեց, թե ինչ է պատահել։ Վահագնը կրկնեց նույն պատմությունը, աղջիկը ծաղիկներ էր գողանում, ինքը նրա հարցը լուծել է, հիմա նա այլևս չի վերադառնա։ Գորգ Ամին անհանգիստ գլխով արեց, բայց նույնպես ոչինչ չասաց։ Դա իր գործը չէր։ Կամ գոնե դա էր ինքն իրեն կրկնում, փորձելով թեթացնել խղճի բեռը։ Անուշը, մաքրուհին, աշխատանքի եկավ մի քանի ժամ անց։ Երբ մտավ խոհանոց, հռիփսիմե տիկինը լուռ էր, ավելի ուժգին, քան անհրաժեշտ էր, խառնում էր կաթսան։ Անուշը նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պատահել, հռիփսիմե։ Տարօրինակ տեսք ունես։ Հռիփսիմե տիկինը խորը շունչ քաշեց, պատմեց ամեն ինչ։ Պատմեց աղջկա մասին, որը գալիս էր մայթին ծաղիկներ վաճառելու, Վահագնի կողմից տուփը հարվածելու երեխային նվաստացնելու մասին, այն մասին, թե ինչպես ոչ ոք ոչինչ չարեց օգնելու համար։ Անուշը լսում էր, դեմքն ավելի ու ավելի փակվելով։ Երբ հռիփսիմե տիկինն ավարտեց, մաքրուհին զայրացած գլուխը թափ տվեց։ Դա ճիշտ չէ, հռիփսիմե։ Այդքան փոքր երեխա, աշխատում է ընտան։ Իքին օգնելու համար, այդ մարդը նման բան է անում։ Ինչպիսի։ Քարե սիրտ։ Գիտեմ, Անուշ։ Գիտեմ։ Բայց ինչ կարող ենք անել։ Վահագնն ասաց, որ նա ծաղիկներ էր գողանում, պատասխանեց հռիփսիմե տիկինը, բայց ձայնը դողում էր։ Ակնհայտ էր, որ ինքն էլ դրան չէր հավատում։ Գողանում։ Անուշը դառը ծիծաղեց։ Այդ աղջիկը ոչինչ չի գողանում։
Ես արդեն 2 անգամ նրանից ծաղիկ եմ գնել։ Դրանք պարզ ծաղիկներ են, տնկված հին տուփերում։ Յուրաքանչյուրը կարող է տեսնել, որ դրանք հարուստի այգու ծաղիկներ չեն։ Վահագնը դա հորինել է իր գլխում, որովհետև չի կարողանում տեսնել աղքատ մարդկանց առանձնատան մոտ։ Նա զզվում է աղքատներից։ Երկու կանայք մի պահ լռեցին, յուրաքանչյուրը կորած իր մտքերի մեջ։ Նրանք գիտեին, որ տեղի ունեցածն անարդար էր, բայց նա գիտեին, որ իրենք նուրբ դրության մեջ են։ Նրանք աշխատողներ էին, կախված էին այդ աշխատանքից գոյատելու համար, Վահագնին դիմակայելը կամ նրա վերաբերմունքը Տիրոջ առաջ կասկածի տակ դնելը կարող էր հետանքներ ունենալ։ Այսպիսով, ինչպես այդ առավոտ շատ այլ մարդիկ, նրանք ընտրեցին լռությունը։ Ծան լռություն, լի մեղքի զգացումով, անզորությամբ։ Եթե դուք լինեիք Հռիփսիմե տիկնոջ կամ Անուշի տեղում, այդ պահին կդիմակայեիք Վահագնին, թե կլռեիք։ Գրեք մեզ մեկնաբանություններում։ Մինչդեռ Անահիտն ավտոբուսում էր, վերադառնալով տուն։ Նա ճզմված տուփը պահում էր գրկում, նայելով այն քիչ ծաղիկներին, որոնք կարողացել էր փրկել։ Արցունքներն արդեն չորացել էին, բայց աչքերը դեռ կարմիր ու այտուցված էին։ Նա փորձում էր հասկանալ, թե ինչ սխալ էր արել։ Ինչու էր այդ մարդն այդքան դաժան։ Ինչու նա չէր հավատացել իրեն։ Ինչու ոչ ոք չէր օգնել։ Աղջիկը հիշեց տատիկի խոսքերը։ Բարությունը ծաղկում է այնտեղ, որտեղ ամենաքիչն է սպասում։ Բայց այսօր նա չէր տեսել բարության ծաղկումը։ Այսօր նա տեսել էր հակառակը։ Տեսել էր դաժանություն, անարդարություն, անտարբերություն։ Տեսել էր, որ մարդիկ միշտ չէ, որ լավն են, որ ճշմարտությունը միշտ չէ, որ կարևոր է, որ երբեմն կարող ես ամեն ինչ ճիշտ անել, մի նույն է, քեզ հետ վարվեն այնպես, կարծես սխալ լինես։ Երբ տուն հասավ, Մարիամ տատիկը նստած էր հյուրասենյակի աթոռին, ոտքերին ծածկոց, չնայա ցտակությանը։ Տատիկն անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան այն չէ։ Թոռնիկս, ինչ է պատահել։ Ինչու ես այդպիսի տեսքով։ Իսկ որտեղ են ծաղիկները։ Անահիտը չկարողացավ զսպվել։ Ընկավ տատիկի գիրկն ու լաց եղավ։ Լաց եղավ այն ամենը, ինչ զսպել էր ավտոբուսում, այն ամենը, ինչ փորձել էր կուլ տալ մայթին։ Պատմեց այն մարդու մասին, որը գոռացել էր իր վրա, որը նրան գող էր անվանել, որն ավերել էր ծաղիկները։ Պատմեց, որ ոչ ոք չի օգնել, որ բոլորը նայել ու հեռացել են։ Պատմեց, որ ինքը փորձել է բացատրել, բայց նա չի ուզել լսել։ Մարիամ տատիկը գրկեց թոռնուհուն իր հիվանդ մարմնում մնացած ողջ ուժով։ Նա զգաց, թե ինչպես սիրտը հազար կտոր եղավ։ Գիտեր, թե որքան էին այդ ծաղիկները նշանակում Անահիտի համար։ Գիտեր, թե որքան էր աղջիկն աշխատում դրանք խնամելու համար, որքան էր նվիրվում, որքան էր երազում ընտանիքին օգնել։ Եվ իմանալ, որ ինչ-որ մեկը ոչնչացրել է այդ ամենը, դեռ ավելին, թոռնուհուն գողության մեջ է մեղադրել, չափազանց շատ էր տանելու համար։ Աղջիկս, լսիր տատիկին, Մարիամ տատիկը երկու ձեռքով բռնեց Անահիտի դեմքը, ստիպելով աղջկան նայել իր աչքերին։ Այս աշխարհում կան մարդիկ, որոնք ներսից այնքան են լցված վշտով, որ չեն կարողանում բարություն տեսնել ուրիշների մեջ։ Այդ մարդը, որը դա արեց քեզ հետ, քեզ չի ճանաչում քո սիրտը, ոչինչ չգիտի։ Նա քեզ դատեց, որովհետև սովոր է դատել։ Բայց դա քեզ ավելի վատը չի դարձնում։ Հասկացա՞ր։ Դու շարունակում ես մնալ իմ քաջ, աշխատասեր, լույսով լի թոռնուհին։ Իսկ ծաղիկները նորից կաճեն։ Մենք նորից կտնկենք։ Միշտ կարելի է նորից սկսել։ Բայց տատիկ, նա ասաց, որ ես գող եմ, հեկեկաց Անահիտը։ Նա ասաց, որ ինձ կձերբակալի, եթե ես այնտեղ վերադառնամ։ Իսկ հիմա։ Ինչպես ենք տեղի գումարը հոգալու։ Մարիամ տատիկը խորը շունչ քաշեց։ Աստված մի ճար կանի, աղջիկս։ Միշտ անում է։ Դու պետք չէ վերադառնաս այդ տեղը։ Մենք ուրիշ տեղ կգտնենք։ Իսկ տեղի մասին մի բան կանենք։ Չեմ ուզում, որ դու նորից դրա միջով անցնես։ Այդ գիշեր, երբ Նարինեն տուն վերադարձավ մաքրուհու ծանր աշխատանքից մեկ օրից հետո, նա գտավ դստերը չափազանց լուռ։ Անահիտը նստած էր հետնաբակում, նայելով դեռ մնացած բույսերին, բայց առանց ին փայլի աչքերում։ Նարինեն խոսեց Մարիամ տատիկի հետ, որը պատմեց տեղի ունեցած ամեն ինչ։ Անահիտի մայրը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում կրծքում, մի ցանկություն գնալ այդ առանձնատուն իր մտքի մի կտորը տալ այդ ամբարտավան այգեպանին։
բայց նա գիտեր, որ դա ոչ մի օգուտ չի տա։ Վահագնի նման մարդիկ իր նման մարդկանց չեն լսում։ Նրանց համար աղքատը ձայն չունի, իրավունք չունի, ճիշտ չի լինում։ Նարինեն նստեց դստեր կողքին, ձեռքը տարավ նրա մազերին։ Փոքրիկս, գիտեմ, որ այսօր դժվար էր։ Բայց դու ուժեղ ես։ Ավելի ուժեղ, քան այդ վատ մարդը կլինի իր ամբողջ կյանքում։ Եվ գիտես ինչու։ Որովհետև դու սեր ունես սրտումդ։ Դու ծաղիկներ ես տնկում մարդկանց ուրախություն բերելու համար։ Դա ավելի մեծ է, քան ցանկացած չարություն։ Անահիտը նայեց մորը, դեռ խոնավ աչքերով։ Բայց մամ, մեզ գումար է պետք։ Ինչպես ենք անելու։ Մի ճար կանենք։ Միշտ արել ենք, միշտ կանենք, պատասխանեց Նարինեն, փորձելով ավելի վստահ թվալ, քան իրականում էր։ Դու պետք չէ դրա մասին անհանգստանաս։ Դու երեխա ես։ Քո գործը սովորելն ու խաղալն է, ոչ թե աշխարհի բեռը քո ուսերին կրելը։ Բայց Անահիտը գիտեր, որ ամեն ինչ այդքան պարզ չէ։ Նա տեսնում էր մորը ամեն օր հյուծված տուն վերադառնալիս։ Տեսնում էր հյուրասենյակի սեղանիկի վրա կուտակվող հաշիվները։ Տեսնում էր տատիկին ավելի քիչ տեղ խմելիս, քան պետք էր, որովհետև ամբողջ տուփը գնելու գումար չկար։ Անահիտը գիտեր, որ ինքը միայն երեխա չէ։ Նա այն մեխանիզմի մի մասն էր, որը պահում էր այդ ընտանիքը։ Եվ հիմա, օգնելու իր ձերից մեկը ոչնչացվել էր։ Հաջորդ օրերը տարօրինակ էին։ Անահիտը վերադարձավ դպրոց, բայց փոխված էր։ Ավելի լուռ, ավելի ինքնամփոփ։ Ուսուցիչները նկատեցին, բայց չհարցրին։ Մտածեցին, որ դա պարզապես մի փուլ է։ Մյուս երեխաները նույնպես նկատեցին, բայց շուտով շեղվեցին խաղերով ու մոռացան։ Ոչ ոք իսկապես ուշադրություն չէր դարձնում։ Ոչ ոք մակերեսից այն կողմ չէր տեսնում։ Տանը Անահիտը փորձում էր խնամել մնացած բույսերը, բայց նույն ոգորությունը չուներ։ Ամեն անգամ, երբ նայում էր նրանց, հիշում էր թռչող տուփը, ցրվող ծաղիկները, գոռացող մարդուն։ Հիշողությունը ցավում էր ինչպես չափաքինվող վերք։ Մարիամ տատիկը նկատում էր, տատիկի սիրտը միասին ցավում էր։ Նարինեն նկատում էր իրեն անզոր էր զգում, որ չի կարող պաշտպանել դստերը աշխարհի բոլոր դաժանություններից։ Մինչդեռ առանձնատանը կյանքը շարունակվում էր, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Վահագնը շարունակում էր խնամել այգին նույն խստությամբ, համոզված, որ ճիշտ բան է արել։ Հռիփսիմե տիկինն ու Անուշը ցածրաձայն քննարկում էին տեղի ունեցածը, միշտ, երբ Վահագնը մոտակայքում չէր, բայց երբեք չհամարձակվեցին բամբասանքից ավելին անել։ Գորգ Ամին փորձում էր շատ չմտածել այդ մասին, բայց երբեմն լացող աղջկա պատկերը վերադառնում էր նրա մտքին անհանգստացնում։ Այն, ինչ նրանցից ոչ ոք չգիտեր, այն էր, որ առանձնատան տերը Ռուբեն Մանուկյանը պատրաստվում էր վերադառնալ գործուղումից։ Նա 2 շաբաթ անցկացրել էր Մոսկվայում հարցեր լուծելով հոգնած էր։ Միակ բանը, որ նա ուզում էր, տուն հասնելն էր, լոգանք ընդունելն ու քնելը։ Նա գաղափար անգամ չուներ, որ իր բացակայության ընթացքում ինչ-որ բան էր տեղի ունեցել հենց իր տան դարպասի դիմաց։ Մի բան, որը, երբ նա կբացահայտեր, կփոխեր ամեն ինչ։ Կստիպեր նրան տեսնել ճշմարտություններ, որոնցից նա տարիներով խուսափում էր։ Կասկածի տակ կդներ այն վստահությունը, որ նա տածում էր իր շրջապատի մարդկանց նկատմամբ։ Եվ ամենակարևորը, կստիպեր նրան հիշել, թե ով էր ինքն իրականում, նախքան ցավը կտիրեր նրա կյանքին։ Ռուբենին հետ բերող մեքենան շուտով կանցներ այդ փողոցով։ Եվ երբ դա տեղի ունենար, այդ աղջկա այգեպանի առանձնատան բոլոր ներգրավված մարդկանց պատմությունը բոլորովին այլ ընթացք կստանար։ Որովհետև երբեմն բավական է մի ճիշտ հայացք, ճիշտ պահին, որպեսզի ճշմարտությունը վերջապես ի հայտ գա։ Դեպքից անցել էր 4 օր։ 4 օր, որ Անահիտը չէր վերադարձել այդ մայթ։ 4 օր, որ նա փորձում էր այլ տեղեր գտնել իր ծաղիկները վաճառելու համար, բայց անհաջող։ Ծայրամասում ավելորդ գումար չկար ծաղիկներ գնելու համար, իսկ մյուս ազնվական թաղամասերը չափազանց հեռու էին։ Աղջիկը փորձել էր վաճառել դպրոցի դիմաց, թաղամասի այգում, նույնիսկ եկեղեցու դիմաց կիրակի օրերին, բայց վաճառքները քիչ էին, գրեթե չկային։ Մարդիկ անցնում էին, նայում, երբեմն գովում, բայց հազվադեպ էին գնում։ Տանը իրավի ճակը դժվարանում էր։ Տատիկի դեղը վերջացել էր, Մարիամ տատիկի վիճակը վատանում էր։ Հազը ուժգին վերադարձել էր, նա հազիվ էր կարողանում անկողնուց դուրս գալ։
Նարինեն մի քանի օրվա աշխատանք էր գտել մի ընտանիքի տանը, բայց վճարումը միայն շաբաթվա վերջին էր լինելու, իսկ վարձն արդեն ուշացած էր։ Տանտերը եկել էր դուռը, գումարը պահանջելու, Նարինեն աղաչել էր մի քանի օր։ Տղամարդը տրտնջացել էր, բայց մեկ շաբաթ ժամանակ էր տվել։ Միայն մեկ։ Հինգշաբթի երեկոյան Անահիտը նստած էր հետնաբակում, նայելով իր բույսերին, երբ Մարիամ տատիկը հայտնվեց դռան մոտ, հենված շեմին, քանի որ նույնիսկ միայնակ կանգնելու ուժ չուներ։ Տատիկը թույլ ձայնով կանչեց թոռնուհուն. «Աղջիկս, մի պահ մոտ արի»։ Անահիտը վազեց նրա մոտ. «Տատիկ, դուք չպետք է ոտքի վրա լինեք։ Վերադարձեք անկողին»։ Բայց Մարիամ տատիկը գլուխը թափ տվեց, բռնեց թոռնուհու ձեռքը, խորը նայեց նրա աչքերին։ «Լսիր, Անահիտ, ես գիտեմ, որ դու վախենում ես վերադառնալ այդ տեղը։ Եվ ես հասկանում եմ։ Բայց ես նա գիտեմ, որ դու քաջ ես։ Ավելի քաջ, քան ես երբե եղել եմ։ Եվ երբեմ։ Մենք պետք է վերադառնանք հենց այն տեղը, որը մեզ վիրավորել է, ոչ թե նորից տառապելու, այլ ցույց տալու, որ մենք չենք հանձնվում։ Որ մենք թույլ չենք տալիս, որ ուրիշների չարությունը մարի այն լույսը, որ մենք ունենք մեր ներսում։ Հասկանում ես, թե ինչ է տատիկն ասում։ Անահիտը կոկորդում մի գունդ զգաց։ Բայց եթե նա նորից անի, տատիկ։ Եթե նորից գոռա իմ վրա ու կոտրի իմ ծաղիկները։ Այդ դեպքում գլուխդ բարձր կպահես ու կվերադառնաս տուն։ Բայց գոնե փորձել ես, Մարիամ տատիկը շոյեց թոռնուհու դեմքը։ Գիտես ես ինչ եմ մտածում։ Կարծում եմ, այդ մարդը վատ օրեր ունենում։ Մարդիկ սարսափելի բաներ են անում, երբ ներսից լի են զայրույթով։ Բայց դա չի նշանակում, որ նա նորից կանի։ Եվ նույնիսկ եթե անի, թոռնիկս, դու այն չես, ինչ նա ասում է, որ դու ես։ Դու այն ես, ինչ քո սիրտը գիտի, որ դու ես։ Այդ գիշեր Անահիտը հազիվ կարողացավ քնել։ Նա շուռումուռ էր գալիս անկողնում, մտածում, կշռադատում։ Արդյոք պետք է վերադառնա։ Արժեր արդյոք ռիսկի դիմել։ Բայց հետո նա լսեց տատիկի հազը հարան սենյակում, այն չոր ու ցավոտ հազը, որոշ ումը պարզ դարձավ։ Նա պետք է փորձեր։ Պետք է վերադառնար։ Ոչ թե հպարտությունից, ոչ թե համառությունից, այլ որովհետև տանը մարդիկ կային, որոնք կախված էին իրենից։ Ուրբաթ առավոտյան Անահիտն արթնացավ արից շուտ։ Նա գնաց հետնաբակ ընտրեց վերջին ծաղիկները, որոնք բավականաչափ գեղեցիկ էին վաճառելու համար։ Շատ չկային։ Գուցե 6 կամ 7 փոքր ծաղկաման։ Բայց դա էր, ինչ ուներ։ Նա խնամքով դասավորեց ամեն ինչ տուփի մեջ, որն այժմ վերանորոգված էր կպչուն ժապավենով, քանի որ ստվարաթղթը պատռվել էր։ Հագավ դպրոցական համազգեստը, վերցրեց պայուսակը, դուրս գալուց առաջ անցավ այն սենյակով, որտեղ տատիկը քնած էր։ Մարիամ տատիկն արթուն էր, նրանք իրար նայեցին։ Տատիկը ժպտաց, թույլ, բայց հպարտությամբ ու սիրով լի։ Անահիտը պատասխան ժպտաց, խորը շունչ քաշեց դուրս եկավ։ Այն, ինչ Անահիտը չգիտեր, այն էր, որ հենց այդ պահին, քաղաքի մյուս ծայրում, Ռուբեն Մանուկյանը մեքենայի մեջ էր, վերադառնալով Մոսկվայից։ Նա լուսադեմին էր դուրս եկել, խուսափելու համար, ծանր երթեկությունից չափազանց հոգնած էր խոսելու համար։ Նրա վարորդը՝ մի վստահել իմարդ, որը տարիներով աշխատում էր նրա համար, լուր վարում էր, հարգելով տիրոջ տրամադրությունը։ Ռուբենը նայում էր մկեցված ապակու մութ պատուհանից, տեսնելով անցնող քաղաքը, բայց իրականում ոչինչ չտեսնելով։ Նրա միտքը հեռու էր, խրված հանդիպումների, թվերի, պայմանագրերի մեջ։ Երբ մեքենան մտավ Ծաղկաձորի փողոց, այն փողոցը, որտեղ գտնվում էր առանձնատունը, Ռուբենն էլ ավելի մեծ հոգնածություն զգաց։ Տանն էր, բայց չէր զգում, որ դա տուն է։ Դա պարզապես այն վայրն էր, որտեղ նա քնում էր, երբ ճամփորդության մեջ չէր։ Առանձնատունը, որը նախկինում լի էր կյանքով, ծիծաղով, երաժշտությամբ, այժմ հիշողությունների լուր դամբարան էր։ Ռուբենը մի քանի անգամ մտածել էր վաճառելու մասին, բայց երբեք համարձակություն չէր ունեցել։ Վաճառելը կնշանակեր ընդունել, որ Լիլիթն իսկապես հեռացել է։ Կնշանակեր փակել մի գլուխ, որը նա պատրաստ չէր փակելու։ Մեքենան դանդաղեցրեց ընթացքը, երբ մոտենում էր դարպասին։ Ռուբենը նայեց ապակուց, տեսավ մի բան, որը ստիպեց նրան կնճռոտել ճակատը։ Մայթին ինչ-որ մեկը կար։ Մի երեխա։ Մի փոքրիկ աղջիկ, դպրոցական համազգեստ։ Ով, ոտքերի մոտ, ստվարաթղթե տուփով։
Նա խնամքով ինչ-որ բան էր դասավորում տուփի մեջ, կարծես դրանք շատ թանկարժեք բաներ լինեին։ Մարգար մեքենան այստեղ կանգնեցրու դարպասից մի փոքր առաջ, խնդրեց Ռուբենը վարորդին, որն անմիջապես ենթարկվեց, կայանելով մուտքից մի քանի մետր առաջ։ Ինչ-որ բան է պատահել, պարոն, հարցրեց Մարգարը անհանգստացած։ Ոչ, ամեն ինչ կարգին է։ Պարզապես ուզում եմ մի բան դիտել, պատասխանեց Ռուբենը, աչքերը չկտրելով աղջկանից։ Այդ տեսարանում մի բան կար, որը հետաքրքրում էր նրան։ Ինչ էր անում այդքան փոքր երեխան միայնակ փողոցում, մի տուփով, առավոտվա այդ ժամին։ Հենց այդ պահին հայտնվեց Վահագնը։ Այգեպանը տեսել էր աղջկան գործիքների տնակի պատուհանից, որոշել էր, որ թույլ չի տա նրան վերադառնալ։ Նա լայն քայլերով անցավ այգին, շխկոցով բացեց դարպասը, դուրս եկավ դեպի Անահիտը։ Ռուբենը տեսավ ամեն ինչ մեքենայի ներսից։ Տեսավ աշխատողի դեմքի արտահայտությունը։ Տեսավ զայրույթը, ամբարտավանությունը, այն մարդու վստահությունը, որը պատրաստվում է անել մի բան, որը արդար է համարում։ Դոն նորից, գոռաց Վահագնը, ստիպելով Անահիտին վախից վեր թռչել։ Ես չզգուշացրի, որ եթե վերադառնաս այստեղ, ոստիկանություն կկանչեմ։ Չասացի, որ այլս չհայտնվես։ Անահիտը հետ գնաց, զգալով վախի վերադարձը։ Սիրտը սկսեց արագ բաբախել, նա տուփը սեղմեց կրծքին, կարծես վահան լիներ։ Պարոն, խնդրում եմ, ես ընդամենը պետք է մի քանի ծաղիկ վաճառեմ։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ոչ մի վատ բան չես արել։ Դու գողանում ես այգու ծաղիկները, ասում, որ ոչ մի վատ բան չես արել։ Վահագնս մի քայլ առաջ արեց, Անահիտս մեկը հետ գնաց։ Դու անամոթ գող ես։ Մեքենայի ներսում Ռուբենը զգաց, թե ինչպես մի բան շուռ եկավ կրծքում։ Դա ճիշտ չէր։ Այդ տեսարանում մի խորապես սխալ բան կար։ Մի մեծահասակ տղամարդ, որը գոռում էր երեխայի վրա, վախեցնում, սպառնում։ Ռուբենը նայեց աղջկան։ Նա դողում էր, բայց չէր փախչում։ Փորձում էր բացատրել փոքր, բայց վճռական ձայնով։ Ես գող չեմ, պարոն։ Ես եմ տնկել այս ծաղիկները տանը։ Նայեք այստեղ, Անահիտը իջեցրեց տուփը, հանեց ծաղկամաններից մեկը։ Սա կաթի տուփ է։ Ես տնկել եմ սերմը, որը ստա։ Ցել եմ Սաթենիկ տիկնոջից։ Նայեք, տեսնում եք։ Ձեր այգում նման բան չկա։ Վահագնը հազիվ նայեց։ Ստախոս։ Քո բոլոր ծաղիկները գողացված են այստեղից։ Նա բարձրացրեց ձեռքը, մի պահ թվաց, թե կհարվածի աղջկան։ Անահիտը փակեց աչքերը, կծկվեց, սպասելով հարվածին։ Բայց հարվածը չեկավ։ Փոխարենը լսվեց մի խոր, հանգիստ, բայց հեղինակությամբ լի ձայն։ Վահագն։ Այգեպանը սառեց։ Նա ճանաչում էր այդ ձայնը։ Դանդաղ շրջվեց, տեսավ Ռուբենին, որը դուրս էր գալիս մեքենայից, քայլում դեպի իրենց։ Տիրոջ դեմքը լուրջ էր, անթափանց։ Վահագնը զգաց, թե ինչպես արյունը սառեց։ Ինչ եմ անում այստեղ, մտածեց նա հուսահատ։ Ինչպես բացատրեմ սա։ Պարոն Մանուկյան։ Դուք ժամանեցիք։ Վահագնը փորձեց ժպտալ, բայց ժպիտը ծուռ, կեղծ ստացվեց։ Ես հենց, մի իրավիճակ էի լուծում այստեղ։ Այս աղջիկը, նա եկել է այստեղ, այգուց ծաղիկներ գողանալու, ես բացատրում էի, որ դա չի կարելի։ Ռուբենը չպատասխանեց։ Նա անցավ Վահագնի կողքով, գնաց ուղիղ Անահիտի մոտ։ Աղջիկը կծկվել էր, ձեռքերով գրկել տուփը, աչքերը լայն բացված վախից։ Ռուբենը ռացավ, հասնելով նրա հասակին։ Նա ուշադիր նայեց աղջկան, իսկապես նայեց, այնպես, ինչպես քչերն էին անում։ Տեսավ մաշված, բայց մաքուր համազգեստը։ Տեսավ հին, բայց փայլեցրած կոշիկները։ Տեսավ փոքրիկ, կոշտացած ձեռքերը, եղունգների տակ հողով լի։ Տեսավ վախեցած դեմքը, բայց տեսավ նա մի այլ բան, արժանապատվություն։ Ինչ է քո անունը, հարցրեց Ռուբենը, ցածր ու բարի ձայնով։ Անահիտ, պարոն, պատասխանեց աղջիկը, գրեթե շշուկով։ Իսկ որտեղից են այս ծաղիկները, Անահիտ, Ռուբենը վերցրեց ծաղկամաններից մեկը, խնամքով զննեց։ Դա նուբար կաթի տուփ էր, հատակին ջրահեռացման համար անցքերով, լի հողով, մի փոքրիկ դեղին երիցուկով։ Պարզ էր, գեղեցիկ, բայց դրա մեջ սեր կար։ Խնամք կար։ Ես տանն եմ աճեցնում, պարոն, ասաց Անահիտը, մի փոքր քաջություն հավաքելով։ Տատիկս է սովորեցրել։
Մենք հին տուփեր, տարաներ, շշեր ենք օգտագործում։ Սերմերը վերցրել եմ Սաթենիկ տիկնոջից, իմ հարանուհուց, մի քանիսն էլ գտել եմ շուկայում, այն բաներից, որոնք դուրս էին նետելու։ Ես ամեն օր խնամում եմ, երբ դրանք աճում են, վաճառում եմ մայ։ Լիկիս օգնելու տատիկիս դեղը գնելու համար։ Ռուբենը լսեց ամեն ինչ, դեռ պահելով ծաղկամանը։ Նա շուրջը նայեց, տեսավ ավելի շատ ծաղկամաններ տուփի մեջ։ Բոլորը պատրաստված էին վերամշակված նյութերից։ Դրանցից ոչ մեկը նման չէր առանձնատան այգու նրբաճաշակ ծաղկամաններին։ Նա շրջվեց դեպի Վահագնը, որը կանգնած էր մի քանի մետր հեռավորության վրա, սառը քրտինքով պատված։ Այս ծաղիկները գողացված են մեր այգուց։ Վահագնը տատանվեց։ Նա հասկացավ, չափազանց ուշ, որ սխալ էր գործել։ Բայց հիմա չէր կարող հետ կանգնել։ Չէր կարող ընդունել, որ սխալ էր դատել։ Նրա հպարտությունը թույլ չէր տալիս։ Պարոն, ես վստահ եմ, որ այո։ Այսինքն, այս տեսակներից մի քանիսը կան մեր այգում։ Երիցուկներ, մեխակներ, խորթենիներ։ Շատ մեծ զուգադիպություն է, չեք կարծում։ Դա զուգադիպություն չէ, Վահագն։ Դրանք սովորական ծաղիկներ են։ Յուրաքանչյուրը կարող է դրանք աճեցնել, ասաց Ռուբենը, նրա ձայնում մի բան կար, մի հիասթափության երանգ, որը ստիպեց Վահագնին կծկվել։ Դու որե ապացույց ունես, որ նա գողացել է։ Դե, ես նրան մի քանի անգա տեսել եմ այստեղ, մայթին, միշտ ծաղիկներով, մտածեցի, որ նա պետք է այգուց լինի վերցնում։ Ես պաշտպանում էի սեփականությունը, պարոն, փորձեց արդարանալ Վահագնը, բայց նրա խոսքերը թույլ էին հնչում նույնիսկ իր համար։ Դու նրան տեսել ես այգի մտնելիս։ Տեսել ես նրան ծաղիկները վերցնելիս, պնդեց Ռուբենը։ Ուղղակիորեն չեմ տեսել, բայց ուրեմն դու նրան մեղադրել ես առանց ապացույցի։ Ոչնչացրել ես նրա աշխատանքը, առանց վստահ լինելու, ասաց Ռուբենը, հաջորդած լռությունը ծանր էր։ Վահագնը գլուխը կախեց, չիմանալով ինչ ասել։ Ռուբենը նորից շրջվեց դեպի Անահիտը։ Աղջկա աչքերը լի էին արցունքներով, բայց ոչ վախից։ Դա թեթացում էր։ Վերջապես ինչ-որ մեկը հավատացել էր նրան։ Ինչ-որ մեկը լսել էր նրա տարբերակը։ Ինչ-որ մեկը իսկապես նայել տեսել էր ճշմարտությունը։ Անահիտ, դու էլի ինչ-որ բան ունես ինձ ցույց տալու։ Մի բան, որն ապացուցում է, որ այս ծաղիկները քոնն են։ Անահիտը հիշեց։ Դողացող ձեռքերով նա ձեռքը մտցրեց համազգեստի կիսաշրջազգեստի գրպանը հանեց մի ջմրթված, խնամքով ծալված թուղթ։ Դա հին, ժամանակից դե։ Գնաց գրություն էր։ Ես սա գտա, պարոն։ Գտա մի ծաղկամանի մեջ, որը այստեղ մայթին էր, մի քանի շաբաթ առաջ։ Աղբի մեջ էին նետել, բայց թուղթը հետն էր։ Տատիկս կարդաց ինձ համար, որովհետև ես դեռ նոր եմ սովորում լավ կարդալ։ Եվ այդ օրվանից ես որոշեցի, որ ծաղիկներ եմ վաճառելու, մարդկանց հույս տանելու համար, ինչպես այստեղ է գրված։ Ռուբենը խնամքով վերցրեց թուղթը։ Նա դանդաղ բացեց այն, երբ տեսավ, թե ինչ է գրված, զգաց, թե ինչպես աշխարհը կանգ առավ։ Դա Լիլիթի ձեռագիրն էր։ Անսխալական։ Նուրբ, թեք, զարդանախշերով լի։ Նույն ձեռագիրը, որը հարյուրավոր բացիկների, գրությունների նամակների վրա էր, որոնք նա պահում էր ննջասենյակի պահարանի տուփի մեջ։ Եվ ուղերձը, այդ բառերը, հենց այնպիսի բան էին, որ Լիլիթը կասեր։ Եթե այս ծաղիկները հայտնվեն հույսի կարիք ունեցողի ձեռքում, իմ այգին կկատարի իր առաքելությունը։ Ռուբենը զգաց, թե ինչպես կոկորդը սեղմվեց։ Աչքերը այրվեցին, նա ստիպված էր խորը շունչ քաշել, որպեսզի հենց այնտեղ չփլվի։ Լիլիթ։ Դա նրանն էր։ Պետք է որ։ Բայց ինչպես։ Երբ էր նա գրել դա։ Ինչու նա երբեք չէր տեսել։ Նա շրջեց թուղթը անկյունում մատիտով գրված ամսաթիվ տեսավ 2021 թ. Մարտ։ Նրա հեռանալուց 2 ամիս առաջ։ Նա արդեն հիվանդ էր, արդեն գիտեր, որ ժամանակը սպառվում է, այնուամենայնիվ մտածել էր հույսի ուղերձներ թողնել մարդկանց համար, որոնց նա երբեք չէր ճանաչի։ Ռուբենը գրությունը սեղմեց կրծքին, զգալով զգացմունքների մի ալիք, որը տարիներով զսպել էր։ Ցավ, կարոտ, սեր, զղջում։ Բայց նա մի նոր բան, կանչ։ Կարծես Լիլիթը խոսում էր նրա հետ այդ թղթի կտորի միջոցով։ Կարծես նա ասում էր. մի փակիր աչքերդ աշխարհի առաջ։
Այնքան բարձր պարիսպներ մի կառուցիր, որոնք քեզ կխանգարեն տեսնել, թե ով է դրսում։ Այգին միայն հիանալու համար չէ։ Այն կիսվելու համար է։ Պարոն Մանուկյան, հարցրեց Անահիտը ցածր ձայնով։ Դուք լավ եք։ Ռուբենը թարթեց, վերադառնալով ներկա։ Նա նայեց աղջկան, այդ փոքրիկ երեխային, որը կրել էր այդ ուղերձը, չիմանալով, թե որքան էր այն նշանակում։ Այո, Անահիտ։ Լավ եմ։ Եվ գիտես մի բան։ Այս գրությունը գրել է իմ կինը։ Նա էր այս տան տիրուհին։ Եվ նա պաշտում էր ծաղիկները։ Պաշտում էր մարդկանց ծաղիկն է։ Բաժանել։ Անահիտի աչքերը լայն բացվեցին։ Ուրեմն դուք ճանաչում եք նրան, ով գրել է սա։ Ճանաչում էի։ Նա ամենաբարի մարդն էր, ում երբեք ճանաչել եմ, ասաց Ռուբենը, ձայնը մի փոքր դողաց։ Եվ նա շատ ուրախ կլիներ իմանալ, որ իր խոսքերը հասել են քեզ, որ դու հասկացել ես հենց այն, ինչ նա ուզում էր ասել։ Անահիտը ժպտաց մի փոքր, բայց անկեղծ ժպիտ, լի հսկայական թեթացումով։ Ուրեմն ես գող չեմ, չէ, պարոն։ Ոչ, Անահիտ։ Դու գող չես։ Դու աշխատասեր, քաջ լույսով լի աղջիկ ես, ասաց Ռուբենը շրջվեց դեպի Վահագնը։ Այգեպանը կանգնած էր նույն տեղում, գունատ, հասկանալով, որ ամեն ինչ փլուզվել է։ Վահագն, մենք կխոսենք։ Տան ներսում։ Հիմա։ Վահագնը չոր կուլ տվեց հետեց Ռուբենին դեպի դարպասը։ Ներս մտնելուց առաջ Ռուբենս մեկ անգամ շրջվեց դեպի Անահիտը։ Դու կարող ես այստեղ վաճառել քո ծաղիկները, երբ որ ցանկանաս, լավ։ Եվ եթե ինչ-որ մեկը նորից քեզ անհանգստացնի, ինձ կփնտրես։ Կարող ես թակել այս դարպասը, խնդրել խոսել ինձ հետ։ Իմ անունը Ռուբեն է։ Շնորհակալ եմ, պարոն Ռուբեն, ասաց Անահիտը, սիր։ Դա ավելի թեթ, քան օրեր շարունակ եղել էր։ Ռուբենը մտավ առանձնատուն, Վահագնը հետից։ Մարգարը, վարորդը, տեսել էր ամեն ինչ հեռվից տպավորված էր։ Երբեք չէր տեսել տիրոջն այդպիսին, այդքան ներգրավված, այդքան հուզված։ Հռիփսիմե տիկինն ու Անուշը, որոնք լսել էին շարժը, նայում էին խոհանոցի պատուհանից, նույնպես տեսել էին ամեն ինչ։ Երկուսը իրար նայեցին, թեթացած։ Վերջապես ինչ-որ մեկն արել էր այն, ինչ ճիշտ էր։ Առանձնատան աշխատասենյակում Ռուբենը խնդրեց, որ Վահագնը նստի։ Այգեպանը ենթարկվեց, նյարդային, ձեռքերը տրորելով գրկում։ Պարոն, ես կարող եմ բացատրել, կարող ես։ Եվ կբացատրես, ընդհատեց նրան Ռուբենը, նստելով փայտե մեծ սեղանի հետում։ Բայց նախքան խոսել, ես ուզում եմ, որ մի բան հասկանաս։ Այդ աղջիկը ոչինչ չի գողացել։ Դու նրան մեղադրել ես առանց ապացույցի, նվաստացրել ես, ոչնչացրել ես նրա աշխատանքը։ Դու դա ինչու արեցիր, Վահագն։ Հպարտությունից։ Վախից։ Կարծելով, որ նա, աղքատ լինելու պատճառով, իրավունք չունի լինելու մեր մայթին։ Վահագնը լռեց։ Չգիտեր ինչպես պատասխանել, առանց իրեն էլ ավելի մեղ ադրելու։ Դու տարիներով աշխատում ես ինձ մոտ, Վահագն։ Եվ ես միշտ վստահել եմ քեզ այգու խնամքը։ Բայց այգին խնամելը քեզ իրավունք չի տալիս դատելու դատապարտելու նրանց, ովքեր անցնում են այստեղով, շարունակեց Ռուբենը, նրա ձայնը վճռական էր, զուսպ, բայց լի հիասթափությամբ։ Իմ կինը, Լիլիթը, այդ այգին սիրով է կառուցել։ Նա ընտրել է յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր ծաղիկ, մտածելով գեղեցկություն բերել ոչ միայն տան ներսը, այլ նրանց, ովքեր անցնում են փողոցով նայում պարսպի վրայով։ Եվ հիմա ես բացահայտում եմ, որ դու, որը պետք է հարգեր այդ ժառանգությունը, օգտագործում ես այգին որպես պատրվակ, երեխային վատ վերաբերվելու համար։ Դա ինձ խորապես հիասթափեցնում է, Վահագն։ Խորապես։ Այգեպանը զգաց, թե ինչպես կոկորդը սեղմվեց։ Նա հասկացավ, որ գուցե այդ իրավիճակում ավելի ներկորցրել, քան պարզապես իրավացիությունը։ Գուցե կորցրել էր նա տիրոջ հարգանքը։ Եվ ամենակարևորը, գուցե կորցրել էր ինքն իրեն ճանապարհին։ Երբ էր նա դարձել այդ դառնացած, կասկածամիտ մարդը, որը կարող էր դաժան լինել երեխայի հետ։ Ինչպես էր հասել այս կետին։ Ռուբենը Վահագնին մի քանի րոպե թողեց աշխատասենյակում, խնդրելով, որ նա մտածի իր արարքների մասին, մինչ ինքը մի պահի կարիք ուներ, ընկալելու տեղի ունեցած ամեն ինչ։ Գործարարը բարձրացավ այն ննջասենյակը, որը մի ժամանակ կիսում էր Լիլիթի հետ, գնաց դեպի պահարանը։
Խորքում մետաքսե թղթով փաթաթված կոշիկի տուփի մեջ նրա թողած նամակներն էին, գրությունները, բացիկները։ Նա խնամքով բացեց տուփը, ինչպես միշտ էր անում, սկսեց նայել։ Դրանցից տասնյակներ կային։ Սիրո ուղերձներ, առօրյա գրառումներ, գնումների ցուցակներ, լուսանցքում սրտիկներ նկարված։ Եվ հետո նա գտավ ավելի շատ գրություններ, ինչպիսին Անահիտինն էր։ Մի քանիսը։ Բոլորը նմանատիպ ուղերձներով, բոլորը թվագրված Լիլիթի կյանքի վերջին ամիսներով։ Մեկում ասվում էր. «Թող այս ծաղիկները լինեն այն գրկախառնությունը, որը ես չկարողացա տալ»։ Մյուսում. «Գեղեցկությունը շքեղություն չէ, այլ հոգու անհրաժեշտություն»։ Եվս մեկում. «Եթե ինչ-որ մեկը ժպտա այս ծաղկի պատճառով, իմ օրն իմաստ կունենա»։ Ռուբենը հասկացավ, որ Լիլիթը գրել էր այդ գրությունները, դրանք ծաղիկն երի հետ միասին դնելու մտադրությամբ, որոնք նա ուզում էր բաժանել։ Դա նրա նախագիծն էր, մի բան, որը նա պլանավորել էր, բայց գուցե չէր հասցրել ավարտին հասցնել։ Կամ գուցե ավարտին էր հասցրել այլ կերպ, քան պատկերացնում էր, որովհետև ահա մի աղջիկ, տարիներ անց, առաջ էր տանում այդ ուղերձը։ Ռուբենը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Նա տարիներով փորձել էր ամեն ինչ պահել այնպես, ինչպես կար, պահպանել տունը որպես թանգարան, պահպանել այգին կատարյալ, կարծես ժամանակի մեջ ամեն ինչ սառեցնելով կարողանար Լիլիթին հետ բերել։ Բայց նա դա չէր ուզում։ Լիլիթն ուզում էր, որ այգին ապրի, որ ծաղիկները հասնեն նրանց, ովքեր դրանց կարիքն ունեն, որ գեղեցկությունը կիսվի։ Եվ նա հիասթափեցրել էր նրան։ Նա թույլ էր տվել, որ սուգը իրեն վերածի հեռավոր, ինքնամփոփ մեկի, որն անկարող է տեսնել սեփական ցավի պարիսպներից այն կողմ։ Բայց գուցե դեռ ուշ չէր։ Գուցե դեռ ժամանակ կար փոխվելու։ Լիլիթին ճիշտ ծով հարգելու։ Ոչ թե ամեն ինչ պահպանելով այնպես, ինչպես կար, այլ թույլ տալով, որ ամեն ինչ ապրի, աճի, փոխակերպվի։ Այնպես, ինչպես նա ցանկանար։ Ռուբենը սրբեց արցունքները, գրությունները հետ դրեց տուփի մեջ, իջավ աստիճաններով։ Նա վերադարձավ աշխատասենյակ, որտեղ Վահագնը սպասում էր, գլուխը կախ։ Այգեպանը բարձրացրեց աչքերը, երբ տերը ներս մտավ, Ռուբենի դեմքում մի այլ բան տեսավ։ Դա միայն զայրույթ կամ հիասթափություն չէր։ Դա զգացմունքների մի խառնուրդ էր, որը նա չէր կարողանում լիովին վերծանել։ Վահագն, սկսեց Ռուբենը, նորից նստելով։ Ես քեզ ընտրություն եմ տալու։ Դու կարող ես շարունակել աշխատել այստեղ, բայց պետք է փոխվես։ Իսկապես փոխվես։ Ընդունես, որ սխալվել ես, ներողություն խնդրես այդ աղջկանից սովորես մարդկանց այլ աչքերով նայել։ Կամ կարող ես հիմա հեռանալ, երաշխավորագրով 3 ամսվա աշխատավարձով։ Ընտրությունը քոնն է։ Վահագնը երկար լռեց։ Նա սովոր էր ամեն ինչ վերահսկել, իրավացի լինել, սխալներ չընդունել։ Բայց ահա նա կանգնած էր խաչմերուկում։ Նա կարող էր շարունակել լինել այն, ինչ եղել էր, հպարտ ու համառ, կորցնել ամեն ինչ։ Կամ կարող էր կուլ տալ հպարտությունը, ընդունել, որ սխալ էր, գուցե սովորել ավելի լավ մարդ լինել։ Դա դժվար որոշում էր, որովհետև նշանակում էր նայել սեփական ներսը դիմակայել բաների, որոնցից նա խուսափել էր ամբողջ կյանքում։ Ես ուզում եմ մնալ, պարոն, վերջապես ասաց Վահագնը ցածր ձայնով։ Եվ ես գիտեմ, որ պետք է փոխվեմ։ Գիտեմ, որ այն, ինչ արեցի, սխալ էր։ Ես այնքան էի վախենում կորցնել իմ տեղն այստեղ, բավականաչափ լավը չլինելուց, որ սկսեցի սպառնալիքներ տեսնել այնտեղ, որտեղ դրանք չկային։ Եվ ի վերջո դարձա մեկը, ով չէի ուզում լինել։ Ռուբենը գլխով արեց։ Վախը մեզ ստիպում է սարսափելի բաներ անել, Վահագն։ Ես դա ավելի լավ եմ հասկանում, քան դու կարող ես պատկերացնել։ Բայց լավ մարդ լինելու չլինելու տարբերությունը նրանում է, թե ինչ ես անում սխալը գիտակցելուց հետո։ Դու ներողություն ես խնդրելու Անահիտից։ Նայելու ես այդ աղջկա աչքերին, ասելու ես, որ սխալ էիր։ Եվ սովորելու ես մարդկանց վերաբերվել այն հարգանքով, որին նրանք արժանի են, անկախ նրանից, թե որտեղից են գալիս կամ ինչ ունեն։ Այո, պարոն։ Ես դա կանեմ, խոստացավ Վահագնը, երկար ժամանակ անց առաջին անգամ նա զգաց մի բան, որը նման էր անկեղծ ամոթի։ Ամոթ իր արածի, իր դարձածի համար։ Մինչդեռ դրսում Անահիտը մնացել էր մայթին, դեռ ընկալելով տեղի ունեցած ամեն ինչ։ Հարուստ մարդը հավատացել էր իրեն։ Պաշտպանել էր իրեն։
Նույնիսկ ասել էր, որ կարող է վերադառնալ, երբ ցանկանա։ Դժվար էր հավատալ։ Երազի էր նման։ Բայց երազ չէր։ Իրական էր։ Եվ օրեր անց առաջին անգամ Անահիտը զգաց, որ գուցե աշխարհն այդքան էլ վատ տեղ չէ։ Գուցե դեռ կա բարություն, արդարություն, մարդիկ, որոնք պատրաստ են լսել ճշմարտությունը։ Այդ առավոտ մի քանի մարդ կանգ առավ ծաղիկներ գնելու։ Մարզասրահ գնացող մի տիկին գնեց մանուշակների ծաղկաման։ Շան հետ զբոսնող մի երիտասարդ տղա վերցրեց մի սուկուլենտ։ Եվ յուրաքանչյուր վաճառք, որքան էլ փոքր լիներ, Անահիտի սիրտը լցնում էր նորոգված հույսով։ Երբ դպրոց գնալու ժամը հասավ, նա վաճառել էր 4 ծաղկաման։ Շատ չէր, բայց բավարար էր տատիկի դեղի մի մասը գնելու համար։ Հաջորդ օրերին ամեն ինչ սկսեց փոխվել առանձնատանը բոլոր ներգրավվածների կյանքում։ Ռուբենը, որը տարիներով խուսափում էր սեփական տնից, սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել այնտեղ։ Նա երկար զրուցեց Հռիփսիմե տիկնոջ, Գորգ ամիի, Անուշի հետ։ Ուզում էր իմանալ, թե ինչպես են նրանք, ինչ են մտածում, ինչ են զգում։ Առաջին անգամ նա իսկապես նրանց տեսավ որպես մարդիկ, ոչ թե պարզապես աշխատողներ։ Եվ այն, ինչ բացահայտեց, զարմացրեց նրան։ Հռիփսիմե տիկինն անասնաբուժություն սովորող դուստր ուներ։ Գորգ ամին կիթառ էր նվագում, երազում էր խումբ ստեղծելու մասին։ Անուշը ազատ ժամանակ բանաստեղծություններ էր գրում, դարակում պահված բանաստեղծություններով լի տետրեր ուներ։ Այդ բոլոր մարդիկ կյանքեր, երազանքներ, պատմություններ ունեին։ Եվ նա տարիներով չէր նկատել։ Ռուբենը նա ուզում էր ավելի լավ ճանաչել Անահիտին։ Նա խնդրեց վարորդին պարզել, թե որտեղ է նա ապրում, մի շաբաթ օրվա կեսօրին գնաց այնտեղ։ Տունը համեստ էր, ինչպես նա սպասում էր, բայց երբ թակեց դուռը նրան դիմավորեց Նարինեն, Անահիտի մայրը, նրան ընդունեցին այնպիսի արժանապատվությամբ ու բարությամբ, որը խորապես հուզեց նրան։ Նարինեն սկզբում զարմացած նույնիսկ կասկածամիտ էր։ Ինչու էր նրա նման հարուստ մարդն այնտեղ։ Բայց Ռուբենը բացատրեց, որ ուզում է ճանաչել այն աղջկա ընտանիքը, որը հուզել էր իր սիրտը, որը վերադարձրել էր իր մի մասը, որը նա կարծում էր, թե կորցրել է։ Մարիամ տատիկը, թե հիվանդ, պնդեց, որ ոտքի կանգնի ընդունի այցելուին։ Ռուբենը նստեց փոքրիկ հյուրասենյակի պարզ աթոռին, զրուցեց նրանց հետ։ Լսեց դժվարությունների, երազանքների, գոյատելու ամենօրյա պայքարի մասին։ Եվ որքան շատ էր լսում, այնքան ավելի էր հասկանում, թե որքան էր հեռացել մարդկանց իրականությունից։ Նա ապրում էր շքեղության աշխարհում, որտեղ խնդիրները լուծվում էին փողով, որտեղ դժվարությունները վերացական էին։ Բայց այնտեղ, այդ տանը, ամեն ինչ կոնկրետ էր։ Ուշացած վարձը։ Դեղը, որը վերջանում էր աշխատավարձից առաջ։ Ուտելիքը, որը պետք է ձգվեր, ամբողջ շաբաթը բավականացնելու համար։ Հեռանալուց առաջ Ռուբենը գումարով ծրար թողեց։ Նարինեն փորձեց հրաժարվել, ասելով, որ ողորմություն չի ուզում, բայց Ռուբենը պնդեց. Դա ողորմություն չէ, Նարինե։ Դա երախտագիտություն է։ Ձեր դուստրն ինձ տվեց մի բան, որը փողով չի կարելի գնել։ Նա ինձ հիշեցրեց, թե ով էի ես, թե ով եմ ուզում նորից դառնալ։ Դա չունի։ Թույլ տվեք գոնե օգնեմ Մարիամ տատիկի դեղի ուշացած վարձի հարցում։ Նարինեն ընդունեց, աչքերը լի արցունքներով։ Երկար ժամանակ անց առաջին անգամն էր, որ ինչ-որ մեկը նայում էր իրեն իր ընտանիքին ոչ թե խղճահարությամբ, այլ անկեղծ հարգանքով։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Ռուբենը որոշեց նա փոփոխություններ անել առանձնատանը։ Նա Վահագնին զրույցի կանչեց, մի անսովոր բան առաջարկեց։ Ես ուզում եմ, որ դու այգու մի մասը առանձնացնես, վերածես փոքրիկ համայնքային տնկարանի։ Մի վայր, որտեղ Անահիտի նման մարդիկ կարող են գալ տնկիներ, սերմեր վերցնելու, տնկել սովորելու։ Ես ուզում եմ, որ այգին, որը Լիլիթը կառուցել է, կիսվի։ Որ այն կատարի այն առաքելությունը, որը նա միշտ ուզում էր, որ կատարի։ Վահագնը, որը վերջին օրերն անցկացրել էր իր արարքների մասին մտածելով, համաձայնեց։ Նա գիտեր, որ դա նշանակում է հրաժարվել այն վերահսկողության մի մասից, որն այդքան գնահատում էր։ Բայց նա գիտեր, որ դա ճիշտ բանն է։ Եվ, զարմանալիորեն, գաղափարը նույնիսկ ոգորեց նրան։ Գուցե մի հաճելի բան կար ուրիշներին բույսեր խնամել սովորեց։ Նելու, տեսնելու, թե ինչպես է իր ունեցած գիտելիքը կիսվում, լինելու մի ավելի մեծ բանի մաս, քան պարզապես գեղեցիկ այգի պահպանելը։ Այգեպանը նա կատարեց իր խոստումը։
Մի առավոտ, երբ Անահիտը եկավ իր ծաղիկները վաճառելու, Վահագնը սպասում էր։ Աղջիկը լարվեց, տեսնելով նրան, բայց նա ձեռքերը բարձրացրեց խաղաղության նշանով։ Անահիտ, ես պետք է քեզանից ներողություն խնդրեմ։ Այն, ինչ ես արեցի, սխալ էր։ Շատ սխալ։ Ես քեզ մեղադրեցի առանց ապացույցի, ոչնչացրի քո աշխատանքը, քեզ հետ վատ վարվեցի։ Եվ դրա համար արդարացում չկա։ Ես վախենում էի կորցնել իմ աշխատանքը, վախենում էի բավականաչափ լավը չլինելուց, ի վերջո թափեցի դա քո վրա։ Բայց դրանցից ոչ մեկը չի արդարացնում իմ արածը։ Դու դրան արժանի չէիր։ Եվ ես շատ եմ ցավում։ Իսկապես շատ։ Անահիտը երկար նայեց նրան։ Նա կարող էր տեսնել, որ նա անկեղծ է։ Նրա աչքերում անկեղծ զղջում կար։ Եվ նա, որն այնքան մեծ սիրտ ուներ, որ չարություն չէր պահում, պատասխանեց. Ես ձեզ ներում եմ, պարոն Վահագն։ Տատիկս միշտ ասում է, որ բոլորն արժանի են երկրորդ հնարավորության։ Եվ որ մենք միայն այն ժամանակ ենք աճում, երբ ընդունում ենք, որ սխալվել ենք։ Վահագնը հսկայական թեթացում զգաց։ Նա արժանի չէր այդ ներմանը, բայց ահա այն առաջարկված մի երեխայի կողմից, որին նա վիրավորել էր։ Եվ դա նրան ավելի խորը հուզեց, քան ցանկացած պատիժ կարող էր հուզել։ Շաբաթներն անցան, կյանքը սկսեց նոր ուղղություններ վերցնել բոլորի համար։ Համայնքային տնկարանը բացվեց, համայնքի մարդիկ սկսեցին հայտնվել։ Վահագնը, որը նախկինում խիստ ու վերահսկող էր, բացահայտեց, որ սիրում է սովորեցնել։ Սիրում էր տեսնել, թե ինչպես են մարդիկ սովորում տնկել, խնամել, աճեցնել։ Եվ որքան շատ է սովորեցնում, այնքան ավելի շատ ինքն է սովորում։ Սովորում էր համբերության, բարության, կիսվելու գեղեցկության մասին, միայն իրեն պահելու փոխարեն։ Մարիամ տատիկը ստացավ պատշաճ բուժում, Ռուբենի օգնության շնորհիվ, որը ոչ միայն վճարեց դեղերի համար, այլ կազմակերպեց խորհրդատվություններ մասնագետ բժիշկների հետ։ Տիկնոջ առողջությունը զգալիորեն բարելավվեց, նա նորից էներգիա ունեցավ Անահիտի հետ հետնաբակը խնամելու համար։ Նրանք, տատիկն ու թոռնուհին, ամեն կեսօր միասին տնկում էին, այդ պահերը դարձան էլ ավելի թանկ։ Նարինեն մշտական աշխատանք գտավ Ռուբենի խանութներից մեկում։ Նա այնքան էր տպավորվել այդ կնոջ արժանապատվությամբ ու ուժով, որ որոշեց նրան հնարավորություն տալ։ Նարինեն իրեն դրսևորեց որպես նվիրված ու գրագետ աշխատող, տարիներ անց առաջին անգամ նա կարող էր հանգիստ քնել, իմանալով, որ ամսվա վերջին մշտական աշխատավարձ կա։ Անահիտը շարունակում էր վաճառել իր ծաղիկները, բայց այժմ բոլորի աջակցությամբ։ Ռուբենը նույնիսկ առաջարկեց, որ նա ավելի հարմարավետ կրպակ տեղադրի մայթին, բայց աղջիկը նախընտրեց շարունակել իր ստվարաթղթե տուփով։ Դա իր ոճն էր, պարզ ու ճշմարիտ։ Եվ մարդիկ սկսեցին հատուկ իրեն փնտրել։ Ծաղիկների աղջիկը, ինչպես հայտնի դարձավ թաղամասում։ Նրա ծաղիկները պարզ էին, բայց ուղեկցվում էին անկեղծ ժպիտով հաղթահարման պատմությամբ, որը հուզում էր սրտերը։ Հռիփսիմե տիկինը, Գորգ Ամին անուշը նույնպես իրենց ավելի գնահատված զգացին։ Ռուբենը սկսեց նրանց վերաբերվել ոչ թե որպես ենթակաների, այլ որպես ընդլայնված ընտանիքի մաս։ Նա հարցնում էր նրանց կյանքի մասին, աջակցում նրանց երազանքներին, հնարավորություններ ստեղծում։ Առանձնատունը, որը նախկինում սառն ու լուռ էր, սկսեց նորից կյանքով լցվել։ Ոչ այնպես, ինչպես Լիլիթի կենդանության օրոք, այլ նոր ձով։ Մի ձով, որը հարգում էր նրա հիշատակը, թույլ տալով, որ կյանքը շարունակվի, որ ամեն ինչ փոխվի, որ սերը տարածվի։ Ռուբենը նույնպես փոխվեց։ Նա սկսեց ավելի քիչ ժամանակ անցկացնել ճամփորդությունների վրա, ավելի շատ ներկա լինել։ Նորից բացեց տան որոշ սենյակներ, որոնք փակ էին մնացել։ Սկսեց նորից ընկերներ ընդունել։ Եվ, ամենակարևորը, սկսեց իրեն թույլ տալ նորից ապրել։ Չմոռանալով Լիլիթին, երբեք չմոռանալով, բայց թույլ տալով, որ կյանքը շարունակվի։ Թույլ տալով, որ ցավը վերածվի երախտագիտության լավ հիշողությունների համար, փոխանակ լինելու բեռ, որը նրան կապում էր անցյալին։ Մի կիրակի օրվա կեսօրին, ամեն ինչի սկսվելուց մի քանի ամիս անց, Ռուբենը խորոված կազմակերպեց առանձնատան այգում։ Հրավիրեց բոլոր աշխատողներին իրենց ընտանիքներով, հրավիրեց Անահիտին, Նարինեի Մարիամ տատիկի հետ, հրավիրեց հարաններին, որոնք հաճախում էին։ Համայնքային տնկարան։ Առանձնատունը, որն այդքան երկար լռության մեջ էր եղել, լցվեց ձայներով, ծիծաղով, երաժշտությամբ։ Երեխաները վազվզում էին այգում։ Մեծահասակները աշխույժ զրուցում էին։
Հռիփսիմե տիկինը պատրաստեց իր հատուկ ուտեստները։ Գորգ ամին բերեց կիթառը, նվագեց բոլորի համար։ Ռուբենը դիտում էր ամեն ինչ հեռվից, հենված պատշգամբին, դեմքին ժպիտ։ Նա նայեց այգուն, մարդկանց, այնտեղ տեղի ունեցող կյանքին, զգաց, որ Լիլիթը ինչ-որ կերպ ներկա է։ Ոչ թե ֆիզիկապես, այլ յուրաքանչյուր ծլող ծաղկի, յուրաքանչյուր տարածվող ժպիտի, յուրաքանչյուր բարի գործի մեջ։ Նա սիրո առատաձեռնության սերմեր էր ցանել, հիմա տարիներ անց ամենաանսպասելի մարդկանց միջոցով այդ սերմերը ծաղկում էին։ Անահիտը մոտեցավ նրան, ձեռքին սպիտակ վարդով փոքրիկ ծաղկաման։ «Պարոն Ռուբեն, ես սա ձեզ համար եմ բերել։ Հատուկ եմ տնկել»։ Տատիկս ասաց, որ սպիտակ վարդը խորհրդանշում է խաղաղություն, նոր սկիզբ։ Եվ ես մտածեցի, որ դա կատարյալ է ձեզ համար։ Ռուբենը հուզմունքից դողացող ձեռքերով վերցրեց ծաղկամանը։ «Շնորհակալ եմ, Անահիտ։ Կատարյալ է։ Գիտե՞, դու ինձ սովորեցրիր, որ երբեմն ամենաարժեքավոր բաները գալիս են ամենապարզ փաթեթներով։ Դու, քո հին տուփերի մեջի ծաղիկներով, ինձ ավելին տվեցիր, քան ցանկացած թանկարժեք նվեր կարող էր տալ։ Ինձ վերադարձրիր ապրելու ցանկությունը»։ Անահիտը ժպտաց, այն մաքուր ու լուսավոր ժպիտով, որն իր այցեքարտն էր։ «Դուք էլ ինձ կարևոր բան տվեցիք։ Ինձ ցույց տվեցիք, որ աշխարհում դեռ կան լավ մարդիկ։ Մարդիկ, որոնք լսում են, հավատում, օգնում։ Դուք ինձ հույս տվեցիք»։ Երկուսը մի պահ լուռ կանգնեցին, նայելով կյանքով լի այգուն։ Եվ այդ պահին երկուսն էլ մի խորը բան հասկացան, որ իսկական հարստությունը ոչ թե նրանում է, թե որքան ունես, այլ նրանում, թե որքան ես ունակ տալ։ Որ պարիսպները, որոնք մենք կառուցում ենք մեզ պաշտպանելու համար, երբեմն միայն մեկուսացնում են մեզ։ Եվ որ բարությունը, երբ գտնում է նրան, ով պատրաստ է այն ընդունել, կարող է փոխել ամեն ինչ։ Վահագնը, որն այգու մյուս կողմում օգնում էր մի քանի երեխաների սերմեր տնկել, նայեց Ռուբենին ու Անահիտին անսպասելի երախտագիտություն զգաց։ Նա գրեթե ոչնչացրել էր մի գեղեցիկ բան։ Սեփական վախի ու հպարտության պատճառով։ Բայց ստացել էր երկրորդ հնարավորություն։ Եվ վճռական էր այն օգտագործելու։ Նա սովորում էր, օրեցօր, որ վերահսկողությունը նույնը չէ, ինչ խնամքը։ Որ կատարելությունն այնքան կարևոր չէ, որքան նպատակը։ Եվ որ երբեմն ամենամեծ հաղթանակը ոչ թե ամեն ինչ ճիշտ նույնը պահելն է, այլ թույլ տալը, որ ամեն ինչ աճի ու փոխվի։ Երբ արը սկսեց մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն ու վարդագույն, մարդիկ սկսեցին հրաժեշտ տալ։ Նարինենց մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Ռուբենին, արցունքներն աչքերին, այն ամենի համար, ինչ նա արել էր իրենց ընտանիքի համար։ Մարիամ տատիկը, ավելի ուժեղ ու առողջ, քան տարիներ շարունակ եղել էր, գրկեց Ռուբենին, շշնջաց նրա ականջին. «Քո կինը շատ կհպարտանար այն մարդով, որը դու նորից դարձել ես»։ Անահիտը վերջինը հեռացավ։ Դարպասով անցնելուց առաջ նա շրջվեց ձեռքով արեց Ռուբենին, որը պատասխան ձեռքով արեց։ Եվ այդ պարզ ժեստի մեջ լուռ խոստում կար։ Խոստում, որ այդ պատմությունն այնտեղ չէր ավարտվում։ Որ դա միայն մի ավելի մեծ բանի սկիզբն էր։ Մի անհավանական բարեկ ամության։ Մի փոխակերպման, որը կշարունակվեր։ Ծաղիկների, որոնք կշարունակեին տնկվել, վաճառվել, կիսվել, տարածելով գեղեցկություն ու հույս ամենուր, ուր կհասնեին։ Այդ գիշեր Ռուբենը բարձրացավ ննջասենյակ, բացեց Լիլիթի գրություններով տուփը նորից կարդաց բոլորը։ Բայց այս անգամ, ցավի փոխարեն, նա խաղաղություն զգաց։ Զգաց, որ վերջապես հասկացել է, թե ինչ էր նա ուզում։ Որ հարգել է նրա հիշատակը ճիշտ ձով։ Ոչ թե ամեն ինչ պահպանելով որպես անձեռնմխելի թանգարան, այլ թույլ տալով, որ նրա ցանած սերը շարունակի աճել, տարածվել, հուզել կյանքեր։ Նա վերցրեց գրություններից մեկը, այն մեկը, որտեղ ասվում էր գեղեցկությունը նա սնում է հոգին, դրեց շրջանակի մեջ։ Կախեց աշխատասենյակի պատին, որտեղ կարող էր տեսնել ամեն օր։ Մշտական հիշեցում, որ կյանքը կազմված է ընտրություններից։ Որ մենք կարող ենք ընտրել կառուցել պարիսպներ կամ կամուրջներ։ Որ մենք կարող ենք ընտրել դատել կամ հասկանալ։ Որ մենք կարող ենք ընտրել պահել միայն մեզ համար կամ կիսվել աշխարհի հետ։ Եվ Ռուբենն արել էր իր ընտրությունը։ Նա ընտրել էր բացել դարպասները։ Նա ընտրել էր լսել։ Նա ընտրել էր հավատալ։ Եվ այդ ընտրությունը փոխել էր ոչ միայն իր, այլ իր շրջապատի բոլորի կյանքը։
Որովհետև երբեմն այն ամենը, ինչ մեզ պետք է աշխարհը փոխելու համար, պատրաստ լինելն է իսկապես նայել մի երեխայի ծաղիկների տուփով, նրա մեջ տեսնել ոչ թե սպառնալիք կամ անհարմարություն, այլ ավելի լավը լինելու հնարավորություն։ Անահիտի նրա ծաղիկների պատմությունը հայտնի դարձավ թաղամասում։ Մարդիկ սկսեցին խոսել այն աղջկա մասին, որը հույս էր տնկում հին տուփերում։ Գործարարի մասին, որը սովորեց նորից բացել իր սիրտը։ Այգեպանի մասին, որը բացահայտեց, որ ամենամեծ գեղեցկությունը կիսվելու, ոչ թե վերահսկելու մեջ է։ Եվ մի առանձնատան մասին, որը դադարեց լինել պարզապես գեղեցիկ տուն դարձավ մի վայր, որտեղ կյանքերը հուզվում ու փոխակերպվում էին։ Որովհետև, ի վերջո, կարևոր չէ, թե ինչ մեծության տանն ենք ապրում կամ ինչ բարձրության պարիսպներ ենք կառուցում։ Կարևորը մեր սրտի մեծությունն է, այն երազանքների բարձրությունը, որոնք մենք համարձակվում ենք երազել։ Եվ եթե մի բան կա, որ այս պատմությունը մեզ սովորեցնում է, դա այն է, որ բարությունը ծաղկում է նույնիսկ ամենաանհավանական վայրերում, հույսը կարող է ծնվել ամենադժվար իրավիճակներից, որ մեկ մարդ, նույնիսկ լինելով փոքր երեխա, պարզ ծաղիկներով, կարող է փոխել իր շրջապատի աշխարհը։ Եվ այսպես մինչ Երան քաղաքը շարունակում էր իր բուռն առօրյան, մարդկանցով, որոնք վազում էին այս ու այն կողմ, խնդիրներով ու ուրախություններով, երազանքներով ու վախերով, կար մի աղջիկ, որն ամեն առավոտ դուրս էր գալիս իր ստվարաթղթե տուփով, բարության սերմեր ցանելով յուրաքանչյուր սրտում, որին դիպչում էր։ Եվ կար մի մարդ, որը սովորել էր, որ երբեմն պետք է կորցնել ամեն ինչ, բացահայտելու համար, թե ինչն է իսկապես կարևոր։ Եվ կար մի այգի, որը, վերջապես, կատարում էր իր իսկական առաքելությունը, ոչ միայն գոյություն ունենալ, այլ փոփոխություն բերել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի, Ռուբենի բոլոր այն կերպարների պատմությունը, որոնք հատեցին նրանց ճանապարհները, հուզեց ձեր սիրտը։ Եթե դուք հուզվեցիք այն փոխակերպումից, որը մի քաջ երեխա նրա պարզ ծաղիկները առաջացրին այդքան շատ մարդկանց կյանքում, սեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում գրեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Երբ Ռուբենը գտավ կնոջ գրությունը։ Երբ Վահագնը ներողություն խնդրեց։ Թե երբ Անահիտը ներեց այն առատաձեռնությամբ, որը միայն մաքուր հոգին ունի։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք մեզ ստիպում են մտածել մեր սեփական ընտրությունների մասին, հիշեցնում, որ միշտ ժամանակ կա նորից սկսելու, փոխվելու, ավելի լավը լինելու համար։ Սպասում ենք ձեզ հաջորդ սերիայում, մեկ պատմությամբ, որը կհուզի կոգեշնչի ձեզ։